Գլուխ 67 Թե ինչպես Հասուն չէր հասնում այն բանին, ինչին որ ձգտում էր, այլ հասնում էր նրան, ինչին որ չէր ձգտում։ Աղբյուրի շրջակայքում ոչխարների թարմ հետքեր չկային։ Պարզ էր, որ վայրենացած կենդանիները չէին համարձակվել ցատկելու արահետի հանգած խարույկի վրայից և մնացել էին ծարավ։ Բայց դա Հասոին չէր անհանգստացնում։ Նա որոշել էր հենց ջրով էլ գրավել նրանց։ Նա մի կավե ամանով ջուր վերցրեց ու զառիվերով բարձրացավ դեպի ժայռերի մյուս երեսի ձորակը։ Արահետում մոխրի տակ նվաղող կրակ էր մնացել։ Հասոն ածխակոթերն իրար մոտեցրեց, փչեց, ծուխ բարձրացավ։ Ապա նստեց քարին ու փչեց իր սրինգը, միշտ հայացքը հառած այն այրի մուտքին, որին տղաները փարախ էին կոչել։ Նվագում էր պատանի հովիվը, թուխիկին ծանոթ եղանակները և շուտով նկատեց, որ այրի աղջամուղջում մի կենդանու գլուխ երևացին և ոլորապտույտ եղջյուրներ, ու ոչխարները վախվխելով դուրս եկան իրենց թաքստոցից։ Այն ժամանակ Հասոն ջրով լի ամանը ձեռքին ընդառաջ գնաց նրանց և ի ցույց դրեց մի սալ քարի։ Խոյն ու գառը խրտնած փախան։ Քիչ հետո դիմացի ծերպից նրանք կասկածանքով նայում էին մարդուն, բայց թուխիկը տեղից չէր շարժվում։ Հասոն վերադարձավ կրակի մոտ և շարունակեց նվագել։ Ոլոր-մոլոր ու դանդաղ բարձրացող ծուխը, սրնգի նվագը անասելի ուժով կենդանին քաշում էին դեպի իրենց։ Դունչն առաջ մեկնած հիպնոսացած նա քարացել էր տեղում, երբ սրինգը հնչեց ջրի գնալու եղանակը։ Ոչխարի մարմնով հաճելի դող անցավ։ Այնպես վառ կերպով վերակենդանացան անցյալի պատկերները կենդանի ուղեղի ծալքերում, որ Նվան թվաց, թե տեսնում է իր հազարավոր ընկերներին լանջից ջրի իջնելիս և լսում է առվի խոխոջունը։ Շատ էր ծարավ թուխիկը, և նվագի կախարդից զորությամբ շարժվեց դեպի ջուրը, որի ներկայությունը զգում էր հեռվից։ Հասավ ամանին, զգուշությամբ դունչը մեկնեց, ապա փռացնելով ետ քաշվեց խրտնած։ Բայց ջուրը գայթակղեցնում էր նրան։ Համոզվելով, որ վտանգ չկա, նա վերջապես խմեց, կշտացավ և շուռ գալով բայուն արձակեց։ Երևի ձագերին էր հրավիրում։ Ասենք նրա հրավերը հարկավոր էլ չեղավ։ Ձագերից ավագը վախվխելով առաջ էր գալիս, ամեն վայրկյան ետ փախչելու պատրաստ։ Շատ հավանական է, որ երազի նման նաև ևս հիշում էր խարույկի ծուխը, մարդարարածին կամ նրա նվագը։ Բայց նա շատ առաջ չեկավ, իսկ գառը նույնիսկ իր բարձունքից չիջավ լանջը։ Հասոն դանդաղ մոտենում էր թուխիկին և ձեռքն առաջ մեկնած շրթունքներով պռու ձայներ էր արձակում, որով հասկացնում էր, թե ափի մեջ աղ կա, այդպես են հովիվները գրավում և բռնում ոչխարներին։ Բայց աղը չէր գայթակղեցնում թուխիկին։ Ամեն օր ջրի հետ նա այնքան աղ էր ընդունել և ժամանակի ընթացքում կորցրել աղի հետ կապված այն ռեֆլեքսները, որոնք այնքան զարգացած են բոլոր խոտաճարակ կենդանիների մեջ։ Ամբողջ օրը նստեց Հասոն խարույկի մոտ, նվագեց, հազաց, խոսեց ինքն իրեն։ Այդպիսով կենդանիներին վարժեցրեց իր ներկայությանը և նրանց մեջ վստահություն առաջ բերեց իր նկատմամբ։ Նրանք տեսան, համոզվեցին, որ խաղաղ արարած է այդ երկոտանին և նրանից ոչ մի վնաս չի գալիս իրենց։ Այնուամենայնիվ, գոյության դաժան կռվի փորձը նրանց թելադրում էր զգույշ լինել։ Ով գիտի, թե ինչ դավադիր մտադրություններ կան այդ քողարկված, այս գրավիչ դայլայլի տակ։ Երեկոյան դեմ Հասոն դատարկ ամանը վերցնելով քայլեց դեպի տուն։ Վերադարձի ճամփին նա շրջեց Հովազաձորի վերին դարավանդներում, կուզեկուզ արավ կաքավների հետևից և մի արևկող բաց տեղում հասկավոր խոտերի պատահեց։ Տրորեց բրի մեջ հասկերը, երկար, սուրսուր և լղարիկ հատիկներ դուրս եկան, որոնք կապտավուն գույն ունեին։ Գցեց բերանը, համը տեսավ և ինչքան ուժ ուներ, գոռաց. «Աշոտ, Գագիկ, ցորեն եմ գտել, եկեք, ցորեն եմ գտել»։ Այդ լուրը կայծակի ազդեցություն ունեցավ անձավաբնակների մեջ։ Ցորեն, դա հո մուրազ է, դա այն է, որի պահանջը նրանք զգում էին իրենց բոլոր նյարդերով։ Հացի սովոր մարդու համար ավելի անտանելի բան չկա, քան միայն մսով սնվելը։ Դարձել ենք իսկական էսկիմոսներ, գանգատվում էր Աշոտը, բայց նպատակն ուրիշ էր։ Այսինքն, եթե էսկիմոսները կարող են միայն մսով ապրել, ուրեմն իրենք ևս կարող են ապրել առանց հացի։ Բայց այդ ուժեղ և քաջառողջ պատանին անգամ խիստ նեղվում էր հացի բացակայությունից։ Կիսահոմ խորովածից և գիշերները մրսելուց նրա ստամոքսն անգամ հիվանդանում էր։
Այդ գործում բուժիչ դեր էին կատարում ուռենու տակից գտնված անանուխը, վայրի մրգերը, մանավանդ ձկեռը և մամուխը, որոնք իրենց մեջ ստամոքսը բուժող նյութեր ունեն և որոնցից Շուշիկը միշտ դեղի համար ուներ թաքցրած։ «Գալիս ենք, գալիս», ներքևից ձայն տվեց Աշոտը և շտապեց դեպի վեր։ Նրան հետևում էին Գագիկն ու Շուշիկը, իսկ Սարգիսը քաշ էր գալիս խմբի հետևից։ Ցորեն գտնելու լուրը նրան ևս հանել էր իր տաք տեղից։ Հևիհև տեղ հասան, փռվեցին խոտերի մեջ։ «Ես ձեր լղարի քասկերին մատաղ, որտե՞ղ եք, ախր ձեր կարոտից մեռանք», վայրի տարեկանի նվազ հասկերը շոյում իր հանգի կատակում էր Գագիկը։ Փշրում էին նրանք հասկերը, փչում մղեղը և բարալիկ ու մանր հատիկները բերանները գցում։ «Չեղավ, ընկերներ, հում չի կարելի»։ Ախ, այդ Աշոտը սպանեց էլի իր կարգ ու կանոնով, չի թողում, որ մարդ ապրի իր ուզածի նման։ Դե հիմա եկ թուքդ զսպելով հաս քաղաքիր։ Այդքան համբերություն ով ունի։ Բայց քանի որ առաջին օրից խոսք էին տվել կատարել իրենց պետի պահանջները, ուրեմն և առարկել չէին կարող։ Հասկեր քաղեցին ով ինչքան կարող էր, և երբ մութն ընկավ, իջան անձավն ու օջախի մոտ նստած սկսեցին մեկ-մեկ տրորել, հատիկահան անել։ Ապա ինքնարար կավե ամաններից մեկը դրին կրակին և սկսեցին նրա մեջ պովել վայրի ցորենը։ «Շոր ջուր խառնեք, համը տեղը կգա», առաջարկեց Գագիկը։ Դե սննդի ու համի գործից նա ավելի էր հասկանում, քան մյուսները, ուստի նրան չառարկեցին։ Եվ քիչ անց մեր պատանիները խորին բավականությամբ ծամում էին համեղ աղանդը, այնքան համեղ, որպիսին առա դուլի կյանքում երբեք չի պատահում։ Հիմի որ հասանք լուսահոգի ճգնավորին, սննդի որակի գործում։ Խեղճ մարդ, տեսնես ինչ վախճան է ունեցե։ Երևի մեռել է այրում և մեր տեսած Արչիպապը գտել ու դուրս է տարել, իր կարծիքը հայտնեց Աշոտը։ Ինչից գիտես։ Դրսի թփերում մի գանք կա ընկած։ Վայ, գանք, վախեցած շեմքին նայեց Շուշիկը, կարծես հիմա գանգը ներս պիտի մտներ։ Դե լավ, ուրիշ բանից խոսեցեք, մեջ մտավ Հասոն։ Լռեցին։ Ինչ անել, ինչով զբաղվել։ Զարմանալի բան, հենց լռում էին ու տարվում իրենց մտքերով, թախիծը սկսում էր պատել նրանց։ Օրվա պարենը հայթաթելու հոգսով տարված մեր գերիները քիչ ժամանակ էին ունենում մտքով վերադառնալու իրենց հարազատների մոտ։ Իսկ այժմ, երբ արդեն շատ թե քիչ ապահովված էին ձմռան պաշարով, իրենց հոգու թևերով տեղափոխվել էին որը այգեձոր, որը ֆերման ու պատկերացնում էին, թե ինչ բերկրանք պիտի զգան իրենք ու իրենց հարազատները և վերջապես դուրս կգան այս զնդանից։ Միայն Սարգիսն էր, որ այդ զգացմունքը չուներ, նրան այժմ այլ մտքեր էին հուզում։ Մտովի նա այլ կերպ էր պատկերացնում իր հանդիպումը հոր հետ և այլ բաներ էր ասում նրան։ Բայց ինչ հանգիստ էին քնելու այդ գիշեր։ Գագիկը շուտով քուն մտավ, և Աշոտը ազատ մնալով նրա հսկողությունից սկսեց խրատ կարդալ Շուշիկի գլխին։ Կեցցես, ամենածանր պայմաններում էլ մարդ պետք է բարձր մնա։ Կեցցես, վաղը մենք բաղնիք էլ կունենանք։ Լավ ես մտածել, ես այդ բանը կկազմակերպեմ։ Գլուխ 68 Թե ինչպես մի խեղճ կենդանի գերի գնաց իր մայրական զգացմունքներին։ Մյուս օրը Հասոն գնում էր իր թոխիկին գտնելու։ Անհամբեր և ուրախ սրտով էր գնում։ Գնում էր այն մեծ հուզումով, որով համակված է լինում քուրդ հովիվը կորած կենդանին փնտրելիս։ Նրա հայրն էլ էր հովիվ, պապն էլ, պապի պապն էլ էր հովիվ եղել։ Նա իր էությամբ խաշնարած էր, աչքը բացել էր, գառ ու ոչխար էր տեսել, նրանց հետ էլ պիտի ապրեր մինչև խոր ծերություն։ Քուրդն այդպես է, նրա համար ուրիշ կյանք չկա, ուրիշ զբաղմունք գոյություն չունի։ Քրդերն այսպիսի մի առած ունեն, թե որ ուզում ես տղատ մարդ դառնա, չոբան դարձրու։ Սարերի սիրահար է քուրդ հովիվը։ Քո սիրո համար ես ամեն ինչ կանեմ, կուզես սարից իջնեմ չոբան դառնամ ձեր շոգ գյուղում, ասում է նա իր սիրած հայ աղջկան։ Սարից իջնել Արարատյան շոգ դաշտը, դա այնպիսի զոհուղություն է, որ միայն սիրածի համար կարելի է անել։ Քրդին եթե կուզես ծանր պատիժ տալ, իջեցրու իր սիրած սարերից, ծաղկոտ մարգագետիններից, շաղոտ զարալանջերից։ Հիմի պարզ է, թե ինչ հոգուտեր կարող է լինել պատանի Հասոն։ 6 շաբաթ էր, որ նա կտրվել էր իր սիրած հոտից։ Դա հո մի ամբողջ հավիտենականություն է քրդի համար։ Այնպես էր կարոտել Հասոն ֆերմայի հոտին։
Հիմի ոչխարները սկսել են ծնել, հիմի փարախում անհաստատ ու թույլ ոտքերով շրջում ու բայում են չաղլիկ գառնուկները, գոնե հաջողվեր Թուխիկին բռնել։ Իր ձեռքով կծնեցներ նրան, կխնամեր ու կարոտը կառներ։ Այդ Աշոտն էլ բոլորովին մարդ չի ճանաչում։ Ոչխարները վերին ժայռերում են, իսկ նա Հասոյին ուրիշ գործի է դնում։ Թող նրան պատվիրեն գիշեր-ցերեկ ոչխարանոցում մնա և նա գոհ կլիներ։ Եթե չկարողանա բռնել վայրենացած կենդանիներին, գոնե հեռվից կտեսնի, կլսի նրանց անուշ ձայնը։ Դուրս եկավ նա ոչխարանոցի դիմաց, հայացքով խուզարկեց նրա անկյունները, թփերը և գոտուց հանեց իր սրինգը։ Ահա դիմացի չորացած մոլախոտերի միջից մի զույգ եղջյուրներ բարձացան։ Երևաց և գառը եղնիկի նման ակաժները սրած, ամեն վայրկյան փախչելու պատրաստ։ Իսկ Թուխիկը… Լո, երկար նվագեց Հասոն, նույնիսկ ջրի գնալու եղանակը փչեց, բայց Թուխիկը չերևաց։ Հա, ես գիտեմ ինչ է պատահել, հանկարծակի ուրախացավ տղան և գնաց ուղիղ փարախը։ Հենց ներս մտավ, աղջամուղջից դուրս թռավ Թուխիկը և շուռ գալով սկսեց տագնապահար մայել։ «Բալա ունես, հա՞», ուրախ հարցրեց հովիվն ու խարխափելով առաջ գնաց։ Նրա աչքերը հետզհետե վարժվեցին քարանձավի մութին, երևացին անհրապույր խորթուբորդ պատերը։ Ահաբեկված մայրը շարունակում էր մայել, կանչել։ Ահաբեկված ոչ իր կյանքի համար, այլ այն փոքրիկի, որ այժմ հավանաբար մի անկյուն խցկված դողդողում էր բնազդական երկյուղից։ Այդ երկյուղը նրան ներշնչում էին մոր տագնապային կանչերը։ Բնազդը նրան թելադրում էր մնալ լուռ և անշարժ։ Բայց դա նոր բնազդ էր, որ մայրը ձեռք էր բերել 2 տարում և փոխանցել իր ժառանգին։ Իսկ հին, վաղուց արմատացած ոչխարային բնազդը ասում էր. «Հենց մայրդ կանչեց, արձագանքիր նրան»։ Եվ նա արձագանքեց մի թույլ մայոցով։ Հասոն գնաց ձայնի ուղղությամբ, պատերը շոշափելով գնաց։ Վերջապես նրա ձեռքի տակ խլրտաց դեռևս խոնավ արարածը։ «Բռ», մեղմ օրորի նման ասում էր Հասոն և գրկի մեջ տաքացնում ու շոյում նորածնին։ Նա դուրս ելավ այրից և քայլեց դեպի արահետի օջախը։ Թուխիկը բարձր կանչելով հետևում էր նրան։ Ուր են տանում իր սիրասուն ձագուկին։ Եթե մեկը բարձրանար ոչխարանոցի դիմաց, քիչ անց այնպիսի տեսարան կբացվեր նրա առաջ, դանդաղ ու ոլոր-մոլոր ծուխ էր բարձրանում ժայռի ճակատին ձգվող արահետից։ Կրակի մոտ նստել է Հասոն, սև դնչով ճերմակ գառը գրքին։ Խաղաղված մայրը կանգնել է կրակի մոտ, տաքանում է և դունչը մեկնած լիզում իր ձագին։ Ճիշտ է, Հասոյի ամեն շարժումից նա խրտնում է ու ետ ցատկում, բայց ո՞նց հեռանա ձագից և ո՞նց չվստահի այն մարդուն, որը այնպես սիրալիր փայփայում ու տաքացնում է իր բալիկին։ Հասոն ամանով լիքը ջուր է դրեց Թուխիկի առաջ, ծննդկան կենդանին սովորաբար խմում է ագահությամբ, դոչորված սրտով։ Խմեց Թուխիկը և ինքն էլ զգաց, որ մտերմանում է այդ մարդու հետ։ Նրա ձեռքից թոփալախոտ հափշտակեց ու կերավ։ Դունչը դեմ արավ, որ շոյեն իրեն։ Րոպե առ րոպե վերականգնվում էին իր նախկին սովորությունները, իր կորցրած մտերմությունը մարդու հետ։ «Դե, թող ծծեցնեմ քեզ, Թուխիկ, ախր մեղք է բալետ», համոզում էր Հասոն։ Բայց Թուխիկը դեռ լիովին չէր վստահում նրան, իսկ մյուս ձագերին նա պայքարով էր պաշտպանել։ Ճիշտ է, Հովազաձորում չեն հանդիպել իր ցեղի սարսափելի թշնամուն գայլին, բայց երբեմն ժայռաշարքի մյուս երեսից անծանոթ հոտ էր առնում և զարհուրում։ Երևի դա այն ժամանակ, երբ Հովազ էր մտնում ձորը։ Այդ գարշելի հոտը և հեռվից եկող մռնչյունը նրան զգոն էին պահում։ Ամեն աշնան արջել էր երևում Հովազաձորում, բայց Թուխիկը նրանից մեծ ահ չուներ, տեսել էր, որ նա ծառերի տակ միրգ հավաքելով է զբաղված։ Իսկ արծիվներից նա սարսափում էր։ Լուռ ու անշարժ նստած ժայռերին նրանք հայացքով հետևում էին, որ գառը հեռանա մորից։ Լո, մեղմ ու թախծոտ հնչում էր Հասոյի սրինգը և բոլոր տագնապները վանում կենդանու միջից, հանգստացնում և խաղաղեցնում նրան։ Վերջապես շոյելով ու համոզելով Հասոն գառանը գցեց մոր տակը և սա սկսեց ծծել, փոքրիկ պոչը արագ շարժելով։ Նա դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա, սրունքները դեռ փափուկ էին ու թույլ, իսկ կճղակների տակ դեռ լպրծուն ճերմակ շերտ կար կապած, որ պիտի հետզհետե չորանար ու ամրանար։ Երբ ծծեց կշտացավ,
Հասոն ինչպես որ կարգն էր, կապ գցեց ու կտրեց գարան պորտը, ապա գրոլինի լուծույթի փոխարեն մոխրի լուծույթով դաղեց ախտահանեց, որպեսզի վարակ չանցնի կենդանու որովայնը և գրկելով նրան առաջ ընկավ։ Թուխիկը դունչը առաջ մեկնած և երբեմն բայելով հետևում էր նրան, բայց և իր ուշադրության կեսը մնացել էր հետևում։ Նրա ավագ որդիները զարմացած նայում էին ու չէին կարողանում հասկանալ, թե ինչու մայրը լքում է իրենց և հնազանդ հետևում այդ անծանոթ ու կասկածելի արարածին։ Այնուամենայնիվ, հեռվից հեռու զգուշությամբ նրանք քայլեցին հովազաձոր տանող կածանով և ժայռի գլխից տեսան, որ իրենց մայրը կանգ առավ միայն մուտքի առաջ։ Շուռ եկավ, երկար բայուն արձակեց, կանչում էր իրենց, թե հրաժեշտ էր տալիս, և մարդու հետևից մտավ ներս։ Երկար նայեցին կենդանիները վերևից և անմեկին թախիծ պատեց նրանց։ Եվ եթե փոքրը լեզու ունենար, լացակումած կասեր մեծին. «Մաման գնաց, մենք որբ մնացինք»։ Իսկ մաման հանգիստ խոտ էր ուտում օջախի մոտ և սիրատոչոր հայացքներ ձգում կրակի մոտ տաքացող իր ձագի վրա։ Այրում ոչ ոք չկար, երբ Հասոն ներս մտավ։ Տղաները գնացել էին վայառելի քայթայթելու, իսկ Շուշիկը ուռենու մոտից բավականաչափ գիլ հանելուց հետո շիվեր էր կտրում թփուտներում։ Նա ներս մտավ մի խուրձ ոսկե ռուսին, մի գունդ գիլ ձեռքին ու անակնկալի եկած կանգ առավ շեմքում։ «Վա՜յ, ինչ լավն է», ճչաց նա դեպի գառը շտապելով։ Մայրը երկյուղով վեր ցատկեց և իր վզի տակ առավ ձագին, այնպես, ինչպես անում էր անկղի հարձակման ժամանակ։ «Կամաչ, Շուշիկ, մի խրտնացրու, արի մի փափուկ տեղ պատրաստենք գառան համար»։ Նրանք խաշամից ու խոտորից փափուկ բույն պատրաստեցին և գառին դրին նրա մեջ։ Մայրը, որ սկզբում անհանգստացել էր նրանց այդ արարքից, վերջապես հասկացավ և գոհ մնաց։ Այժմ իր բալիկը ապահով է, թե ցրտից, թե թշնամուց։ «Հիմի, քուր ջան, քեզ էնպես մի բան ուտեցնեմ, որ կյանքումդ կերած չլինես։ Առ էս փուչիկը, մաքուր լվա», ասաց Հասոն, աղջկան հանձնելով ոչխարի ծին կոչված բարակ ու թափանցիկ պարկը, որ հետը բերել էր փարախից։ «Լվացի՞ր, դե չոքիր ու պահիր ոչխարի տակ»։ Թուխիկը շատ դժվարությամբ թողեց կթել իրեն, բայց երբ Հասոն մատերի վար շարժումներով սկսեց կթել, կենդանին շեքը դեմ առած հանգիստ կանգնել էր, լիքը կուրծքը նեղում էր նրան և հաճույք էր զգում, երբ դատարկում էին այն։ Այդպիսի հաճույքը նա մեկ էլ 2 տարի առաջ էր զգացել, որ հիմա հետզհետե վերականգնվում էր նրա պղտոր հիշողության մեջ։ «Գառնուկին բան չթողեցիր», բողոքեց Շուշիկը։ «Սա դալն է, սրանից շատ չեն տա, փորարինք կընկնի», բացատրեց հովիվը պարկի միջի դեղին ու թանձր կաթը ցույց տալով։ «Դե հիմի տես ինչ եմ անելու»։ Նա կապեց պարկի բերանը, ստացվեց խաղագնդակի նման կլոր և նրա չափ մի բան։ Կաթով լիքը փուչիկը տղան թաղեց կեծացած մոխրի մեջ և ծածկեց։ «Վայ, հիմա կվառվի, կաթը կթափվի», անհանգստացավ Շուշիկը, որ կաթի տեսքից դարձել էր անհամբեր ու դյուրագրգիռ։ «Արդեն 4 կողմից պանրի նման պնդվեց, չի թափվի», ժպտալով հանգստացրեց Հասոն։ Նրանք մի պահ լուռ նայում էին կրակին։ «Հասո, քո եղբոր փոքր աղջիկն ինչքան դառավ», լռությունը խզեց Շուշիկը։ «Ադլային, 2 տարեկան», ջերմությամբ հիշեց Հասոն։ «Հիմի ճիպոտը ձեռքին վազում է գառների հետևից ու մեկ-մեկ էլ երևի հարցնում է մորը՝ ուր է մեր Հասոն», ասաց և զղջաց, տղայի աչքերում արցունքներ երևացին։ «Հա, կարոտել եմ լակոտին, ախր չգիտես, թե ինչ անուշ բալիկ է։ Հիմիկյուց ոչխարի գլուխը բռնում է ու մորս ասում՝ կթի, կթի, լավ կթվոր կդառնա։ Լավ կթվոր կդառնա, դա արդեն ամենամեծ գովասանքն է, որ կարող է ասել քուրդը իր հարազատի մասին։ Ասում է՝ դայե, մածունը խառնիր կաթին, տուր ուտեմ։ Խառնում են, դնում առաջը։ Ոտը գետնին է խփում, թե հիմի էլ կաթը մածնից ջոկեցեք։ Շուշիկն անձայն ծիծաղում էր, նուրբ շրթունքների հետևից ցույց տալով իր ճերմակ ատամնաշարը։ Մի պահ երկուսն էլ լռեցին և նայում էին կրակին։ «Իսկ ինչու է անունը Ադլայի»։ «Այդպիսի անուն կարծեմ քրդերը չունեն», հարցրեց Շուշիկը։ «Չունեն, ճիշտ է, նոր անուն է դա։ Ադլայի նշանակում է խաղաղություն։ Հիմի Ալագյազի քրդերից շատերն իրենց երեխաների անունը Ադլայի են դնում»։ «Լավ անուն է, գեղեցիկ, իմաստալի», հավանություն տվեց Շուշիկը և քիչ մնաց հարցնի. «Չբացե՞նք»։
բայց զսպեց իրեն անհարմար էր, նա հո բկլատ Գագիկը չէր, բայց Հասոն հասկանում էր, թե ինչ է կատարվում աղջկա հետ, դե որ կրակի մեջ դալ լինի եփելիս, ով կարող է հանգիստ նստել օջախի մոտ։ Էլ ինչ խոսեին, միջև դալը եփեր։ Իսկ ինչպես եք դու մեր գյուղն ընկել, Հասո։ Մենք հայերի հետ գաղթել ենք էն մեր դիմացի սարերից, Մասիսի փեշերից։ Մենք եզդի քուրդ ենք, կան եւ մուսուլման քրդեր։ Թուրքերը մուսուլման քրդերին հանեցին հայերի դեմ, իսկ մեր պապերը հայերին պաշտպանեցին։ Մենք միշտ հայերի հետ ախպեր ենք եղել։ Թուրք փաշաները հայերի հետ մեզ էլ սկսեցին կոտորել։ Մենք էլ հայերի հետ փախանք։ Արազն անցկացանք, ռուս զորքի թևի տակ մտանք, ազատվեցինք յաթաղանից։ Դե ես դրանք չեմ տեսել, հերս է պատմում։ Հիմի մերոնք հայերի գյուղերում ցրված, նրանց հետ ախպերացած չոբանություն են անում ֆերմաներում ու լավ էլ պատիվ ունեն։ Բա ձեզ իսկի գյուղեր չունեք։ Գյուղեր էլ ունենք, դպրոցներ էլ, բանաստեղծներ էլ, քրդերը գրքեր էլ են տպում։ Մենակ ափսոս իմ ուսումը մնաց կիսատ, դե մենակ մեզ համար հո դպրոց չեն բացելու։ Ոչինչ, Հասո, դու էլ հայերեն սովորիր, հայերեն տառերն արդեն գիտես, հայի նման ես խոսում, ինչ է մնում, որ մնում է մի քիչ պարապես։ Կսովորես, ես քեզ հետ կպարապեմ։ Բա չեմ սովորի, էնպես եմ ուզում սովորել, բայց մենք հո միշտ էստեղ չենք մնալու, որ դու ինձ գիր սովորեցնես։ Ոչինչ, ես ամեն կիրակի մեր օղակի հետ ֆերմա եմ գալու, մենք հո չենք թողնում հորթերի շեֆությունը։ Միջև կիրակի մայրս կպարապի հետդ, կիրակի օրերը ես կգամ, կստուգեմ ու դասդ կփոխեմ, լավ։ Լավ, աչքիս վրա, ձեռքն աջ աչքին խոնարհաբար դնելով, ասաց Հասոն։ Կուզեր նաև ասեի, որ ինքը շատ է շնորհակալ Շուշիկից, նրա սրտալի ջերմ վերաբերմունքի համար, բայց ամաչեց։ Իմ էլ աչքի վրա, Հասոյի նմանությամբ ձեռքը աջ աչքին դնելով, ասաց Շուշիկը եւ ծիծաղեց։ Քրդավարի դուրս եկավ, թե հայավարի։ Քրդավարի, ծիծաղեց Հասոն։ Էլ ինչի մասին խոսեին, որ ժամանակն անցներ։ Բայց մեզ մոտ քրդեր չկան, հայրդ քո մորը որտեղից է բերել։ Չի բերել, գնել է, ծիծաղեց Հասոն։ Կարծեմ 20 ոչխար է տվել միձի ու բերել Ալագյազի գյուղերից։ Երկուսն էլ ծիծաղեցին։ Հիմի որ ժամանակն է։ Այդ ասելով Հասոն ձեռքի փայտով օջախի բլակը հանեց ու նրա միջից խանձված ու շագանակագույն մի գնդակ հանեց։ Վա, դա կուտեմ որ, ամբողջը մոխիր ու մրճեղ է, ետ քաշվեց աղջիկը։ Տղան բարեսրտորեն ծիծաղեց։ Հո այսպես չեն ուտելու, կաց ես պատրաստեմ կտեսնես, որ ամենամաքուր բանն է, մի տետրակ տուր դեսը։ Նա կեղավահան արավ այդ գունդը և կրպած ձվի նման մի բան դրեց տետրին ու միջից կիսեց դանակով։ Դե կեր, մենք սրան սուլուղ ենք ասում, որ միշտ հանդում պատրաստում ենք սրանից։ Հա մտես, սրա նման համով բան չկա։ Իրոք սքանչելի էր հովվական այդպես կերակուրը, և եթե Շուշիկը չամաչեր, բոլորը կխփշտեր։ Իսկ դու էլ կեր, խնդրում էր նա։ Ես այսքան եմ կերել, գարունքն ամեն օր հանդերում սուլուղ եմ անում, կեր, դու կեր։ Եվ իր ներկայությամբ աղջկան չընկճելու համար այրից դուրս գնաց ճիպոտներ կտրելու պատրվակով։ Բայց Շուշիկը հո այնքան երեսպաշտ չէր, որ միայն իր մասին մտածեր։ Նա խիժը 5 հավասար մասերի բաժանեց, իր բաժնի վրա աղաջուր ցանեց ու կերավ, իսկ մնացածը թողեց ընկերներին։ Երբ քիչ հետո Հասոն մի կապ ճիպոտներ թևի տակին ներս մտավ, Շուշիկը ծիծաղելով հարցրեց նրան. Էն մյուսները չեն ծնելու, ինչ համով բան էր։ Չէ, նրանցից մեկը թոխլի է, մյուսը ղոչ, նրանք չեն ծնելու, ծիծաղելով պատասխանեց Հասոն։ Բայց ես քեզ ֆերմայից միշտ բաժին կուղարկեմ, ավելացրեց նա ջերմությամբ։ Չէ հա, ԽԾԲ եք անում իրար հետ, այրը մտնելով գոչեց Գագիկը։ Պահ, Թուխիկ ջան, մեզ տեսության ես եկել։ Թուխիկը վայրենի փռշտոցով ետ ցատկեց, ապա վազեց իր ձագի մոտ։ Կամաց, ձեռքը բերանին դրած ներս մտնողներին զգուշացնում էր Հասոն։ Տղաներն իրենց բերած փայտը կույտ արին այրի մի անկյունում և նկատելով իր բնի մեջ առոգ-փառոգ տեղավորված ճերմակ արարածին, ուրախացան։ Կարգավորվում է իրենց կյանքը, գառը տակին, ոչխար էլ ունեցան։ Ուրեմն կաթել ենք ուտելու, վայ ես քո հոգուն մատաղ, քուրդ աղբեր, ու Գագիկը Հասոյին գրկելով սկսեց պտտեցնել։ Չէ, կաթի անուն չտաք, գառի բաժնից ես մի կաթիլ չեմ տա ձեզ։ Ինչի աղբեր ջան,
Ինչի Ռոբինզոնը կարող էր օտար լամային կթել, մենք հարազատ ֆերմայի ոչխարին կթել չենք կարող։ Հասոն իհարկե ոչինչ չհասկացավ Գագիկի ասածից, միայն ժպտալով լրացրեց միտքը։ Եթե մորը լավ ուտացնենք, կարող ենք օրական կես բաժակ կթել Շուշիկի համար։ Շան քուրքը Շուշիկին, տաք տեղը Շուշիկին, համեղ պատառը Շուշիկին, երանի ես էլ աղջիկ ծնվեի, կարգին խանամություն կանեի ձեր գլխին։ Դա ինչ է, պանիր։ Չէ, ուրիշ համ ունի, կարծես խիժ լինի։ Հիանալի բան է, միակ պակասությունն այն է, որ քիչ է, վայ թե իսկի տեղ էլ չհասավ։ Գլուխ 69 Թե ինչպես նյութական ապահովությունը նոր կուլտուրական պահանջներ է ծնում մարդուս մեջ։ Այսպես մեծ տանջանքների և մեծ ջանքերի գնով մեր պատանիները հասան ցանկալի խաղաղության և ապահովության։ Եղանակը բարեհաջող էր, բայց նրանք բոլոր գծերով պատրաստ էին դիմադրելու և վատ եղանակին։ Վառելիք կար, սնունդը նույնպես, իսկ բնակարանը տաք էր ու հարմար։ Հիմա թող փոքր Կովկասը որքան կուզե իր բուկն ուղարկի Հովազաձոր։ Աշոտը արջի կարկատած մորթի ներքնակի տեղ գցել էր Շուշիկի տակ։ Գազանի ճանկերը չռված էին, երախը բաց։ Թուղիկը վայրենի փնչոցով ետ էր քաշվում այդ սարսափելի ներքնակից և ձագին առնում իր դնչի տակ այնպիսի լուրջ տագնապով, կարծես իրոք հիմա դատարկ փոստը շունչ պիտի առներ։ Ու պատառոտեր իր սիրասուն բալիկին։ Աշոտը դարձավ ընկերներին. Օրը տաք է, իսկական բաղնիքի օր, սկսում ենք։ Շուշիկ, դու այրի մոտերքից մանր քարեր կհավաքես։ Հասո, դու ճյուղեր կտրտիր և ամեն մեկիս համար մի ավել պատրաստիր, որ ծեծելու եք մարմիններս, ես ու Գագիկն էլ ջուր կկրենք։ Հիմի որ կորանք, թոքերի բորբոքում ենք ստանալու, փորձեց լողանալու գործը խափանել Գագիկը։ Ոչինչ չի լինի, մի վախենաք, ես ամեն բան ծանր ու թեթև եմ արել, հանգստացրեց Շուշիկը։ Մենք ռուսական բաղնիք կսարքենք։ Գիտեք որն է ռուսական բաղնիքը։ Այո, որ ասես կիմանանք։ Օջախի մեջ մանր քարեր են կարմրացնում, ջուր լցնում վրան, տունը լցվում է գոլորշով։ Եթե դռան ճեղքերը լավ փակենք, կարելի է մեր անձավը գոլորշիով տաքացնել։ Դե էլ ոչ մի առարկություն, դրսում ձյունը հալվում է, բոլորդ էլ պիտի լողանաք։ Շուշիկ ջան, ավելի լավ է ինձ ուղարկես էն սատկած արջի հետ կռվելու, քան թե ստիպես, որ լողանամ։ Հիմի ես ասեմ ձեզ իմ բնավորությունը, մայրս ինձ կռվով է ուղարկում բաղնիք։ Առաջ, որ գյուղում բաղնիք չկար, գործս լավ էր, դուրս էի պրծնում։ Բաղնիք կառուցեցին, արևս խավարեց։ Հիմի ամեն շաբաթ օր մայրս սպիտակեղենը ձեռքս է տալիս ու կարգադրում գնա, թե լողացի։ Այդպիսի ծանր պարտականությունը ոնց ես կատարում, հեգնեց Շուշիկը։ Կարծում ես կատարում եմ որ, խորամանկ աչքով արավ Գագիկը։ Հանգիստ կաց, դրա հնարն էլ եմ գտել, ամառը գնում եմ այգիները, իսկ ձմեռը գոմը մի թաքուն տեղ սպիտակեղենս փոխում եմ, նորը հագնում, հիմնը բերում, դնում մորս առաջ։ Մի ծիծաղ բան է, երբ տուն մտնելուն պես մայրս քաղցրությամբ ասում է. «Բաղնիքը տանուշ, Գագիկ ջան»։ Ընկերները ծիծաղեցին, բայց Շուշիկը լրջորեն դիմեց Աշոտին. Ստիպիր, որ լողանա, եթե հրաժարվի, հարցը դիր օղակում պատժենք։ Այդպես էլ կանենք, Գագիկ, այդ մասին ոչ մի խոսք։ Ախպեր, ձեր ջուրն էլ կբերեմ, քարն էլ, փայտն էլ, միայն թե ինձ ազատեք այդ պատժից։ Իսկի գյուղում ինձ չեն կարողացել լողացնել, Հովազաձորի սառնամանիքում լողացնելու եք։ Բայց տեսնելով, որ Շուշիկն անդրդվելի է մնում իր որոշման մեջ, ճարահայտյալ համաձայնեց. Ինչ արած, պաշտոնի ենք դրել, պիտի ենթարկվենք։ Աշոտ, սա թող քեզ խրատ լինի, իմացիր, որ կին արմատին պաշտոն դրիր, քեզ օր ու արև չի տալու։ Մի գործ էլ ինձ հանձնա… Ոչ, Սարգիս, դու հանգիստ կաց, դեռ ցավող տեղեր ունես, նրա խոսքը կտրեց Աշոտը։ Դե որ այդպես է, ավելները ես կպատրաստեմ, թող Հասոն Շուշիկի հետ քար հավաքի։ Կեցցես, խելոք առաջարկ է։ Դե մենք գնացինք ջրի։ Բաղնիքի պատրաստությունները երկար չտևեցին։ 1-2 ժամ անց արդեն ջուրն էլ էր եռում, քարակույտն էլ էր շիկացել, անձավն էլ էր տաքացել թեժ կրակից։ Դե դուք հանվեցեք, ես վազը մի քիչ էլ բերեմ, ասաց Գագիկը և դուրս գնաց։ Շուշիկը մի արև կող տեղ արածեցնում էր թուխիկին, իսկ առնուկը տաքանում էր նրա գրկում։ Աղջիկը լողանալու էր երկրորդ հերթին, բայց երկար սպասեց։ Հերթը ոչ մի կերպ իրեն չէր հասնում։ Երևի ինչ-որ դեպք էր տեղի ունեցել քարայրում։
Դեպքս այն էր, որ տղաները արդեն լողացել վերջացրել էին, իսկ Գագիկը դեռ գիլ պիտի բերեր նրանց համար։ Աշոտը ստիպված եղավ իջնել ուռանոց։ Այնտեղ նա Գագիկին գտավ մի քարի հետև թաքնված ննջելիս։ «Ամոթ է, տո, ուր ես կորել», գոչեց նա վրդոված։ Գագիկը, որպես աղաչանքի նշան, իր մորուքն էր բռնել։ «Դե լավ էլի, Աշոտ ջան, հենց ինչքան դժվար բան կա, ինձ ես հանձնարարում»։ «Դժվարը ո՞րն է»։ «Լողանալը»։ Աշոտը դեմքը խոժոռեց։ «Սարգսի պակասությունների մասին ես խոսում, նրան փոխարինելու մասին չես խոսում։ Նույնիսկ ինձ չես խնայում, իսկ դու կարծում ես փոխվելու կարիք չունես, թե դու արտոնյալ ես»։ «Փոխվեմ, ախպեր, ինչ կերպ կուզեք փոխվեմ, միայն թե ինձ լողանալու անուն մի տա, էս ցրտին ես շոր հանողը չեմ։ Կուզես առաջս մի շամփուր խորոված դիր, հոգիս դուրս գալով կուտեմ, ամոթ ինձ թե հրաժարվեմ, միայն թե ինձ մոտ լողանալու անուն մի տա։ Ինչպես վարվես այս ծաղրածուի հետ, ծիծաղես թե բարկանաս»։ Աշոտը դիմեց վերջին միջոցին։ «Ամոթ է, Գագիկ, չէ՞ որ դու առաջին օրը խոսք ես տվել չխախտել մեր կարգ ու կանոնը, չէ՞ որ դու պիոներ ես, պիոները ինչպես կարող է այդքան անկուլտուրական լինել»։ Այդ խոսքերն էլ չազդեցին։ Այն ժամանակ Աշոտն ուժի դիմեց, ուղղակի շալակեց Գագիկին մի պար կարտոֆիլի նման ու զայրացած քայլեց դեպի ճգնավորի այրը։ Գլուխ 69. Թե ինչ օգուտ կարող էր քաղել երկիրը մեր պատանիներին հասած դժբախտությունից։ Իրենց գոյության համար պայքարելով բնության խստասիրտ տարերքի դեմ, մեր պատանիները կարևոր գյուտեր էին արել, որոնք մեծ օգուտ կարող էին բերել երկրին։ Արել էին ակամայից, առանց մտածելու, առանց այդ նպատակն ունենալու։ Ինչպես որ ջուր փնտրելիս ընկան ոչխարների հետքի վրա, այնպես էլ գյուտերը կատարել էին առանց դրա մասին մտածելու, ուղղակի սնունդ փնտրելիս։ Նույնիսկ այժմ, երբ օրեր էին անցել, նրանք դեռ գլխի չէին, թե ինչ մեծ օգուտներ կարող էր քաղել երկիրը այն բանից, որ իրենք փակված էին մնացել հովազաձորում։ Միայն Աշոտը իր մեջ որոշ եզրակացություններ էր հանել, եւ այնքան լուրջ էր համարում դրանք, որ խաղաղ դադարի էր սպասում, որպեսզի հանդիսավոր կերպով խոսք բացի այդ մասին։ Վերջապես հասել էր հարմար ժամը։ Բոլորն էլ լողացած, մաքրված, մարմնով ու հոգով թեթևացած շրջապատել էին խարույկը։ Երբ Շուշիկն էլ Հասոյի հետ պարապեց եւ փոխեց նրա դասը, Աշոտը հայտարարեց, որ հիմա իրենք պիտի քննեն վերջին օրերի նորությունները։ «Սկսենք թուխիկից», ասաց նա։ «Դե ոչխար է, ծնել է, գարան հետևից եկայլ, այդտեղ ինչ քննելու բան կա»։ Դեռ զրույցը նոր սկսված, արդեն ձանձրացավ Գագիկը։ «Ավելի լավ չի քննենք հետևյալ հարցը. ինչպես պահենք արջի որ թար մնա մինչև գարուն։ Չի փչանա, դու մի վախենա, դիր այն անկյունը, որտեղ ջուրը սառչում է, մինչև գարուն կմնա։ Իսկ դու կարող ես ասել, թե ինչու է թուխիկը հիմա ծնվել եւ ոչ թե ուրիշ ժամանակ։ Ինձ համար մեկ չի։ Ոչ, մեկ չի։ Եթե Հասոն վրա չհասներ, թաց գառը ցուրտ անձրևում սատկելու էր, որովհետև նա ծնվել է անժամանակ։ Հասոն գլխի շարժումով հաստատեց։ Հա, ասաց նա, թուխիկին գնել են Զանգեզուրի մի ֆերմայից։ Էնտեղ ֆերմաները ամեն ձմեռ գնում են մուղան։ Իսկ էնտեղ ձմեռ չկա։ Դեկտեմբերին 4 կողմդ կանաչ, ոնց որ մարտ ամիս։ Մարդիկ կոների մեջ են ապրում։ Դրա համար էլ էնտեղ ամեն տարի ղոչախառնուրդը ոչ թե աշնանամտին են անում, այլ ամառվա կեսին, որ ծինը շուտ սկսվի, դեկտեմբերին։ Դրանից էլ նրանց ոչխարները սովորել են ոչ թե գարունը ծնել, այլ դեկտեմբերին։ Խեղճ թուխիկը գլխի չի, որ սա մուղանը չի, էստեղ ձմեռը ծնվածը չի ապրի։ Կեցցես, հիմա իմացանք ինչ է նշանակում հովիվ լինելը, ոգևորվեց Աշոտը։ Բնության գործերին տեղյակ մարդիկ նրան սիրելի են, նրա աչքում ավելի հեղինակություն ունեն։ Հիմա ասա, Հասո, ինչպես է եղել, որ թուխիկի մյուս գառն ապրել է, ձմեռը չի ոչնչացել ցրտից։ Մյուս գարունք է ծնվել։ Ես հենց հեռվից որոշել եմ, որ նա 8 ամսական է։ Իսկ թե ինչու է գարունքը ծնվել եւ ոչ թե սրա նման դեկտեմբերին, դա էլ գիտեմ, եւ եթե մտածեք, դուք էլ գլխի կընկնեք։ Նույնիսկ Աշոտը անակնկալի եկավ այդ ակնարկից։ Իսկապես, ինչու թուխիկն իր մի գառին աշխարհը բերե մարտին, մյուսին դեկտեմբերին, տարեկան 2 ծնունդ։ Բոլորն էլ մտածում էին այդ երևույթի մասին, իսկ պատանի հովիվը բարեսրտորեն ժպտում էր, նրա հայացքն ասում էր. դա ինչ դժվար բան է, որ չեք հասկանում։ Վերջապես խմբի ղեկավարին կոտր չգցելու համար նա շտապեց բացատրել։
Էդ բանը Աշոտն էլ կգիտենա։ Ոնց կարող էր Էնգարը անցյալ դեկտեմբերին ծնվել, երբ նրա հայրը անցյալ ամառ դեռ 6 ամսական էր։ Լավ, հասկացա, էդ ինչ էր, որ դու էլ նորություն ասիր, հա, բացականչեց Գագիկը, թեև ոչինչ չէր հասկացել Հասոյի հովվական հաշիվներից։ Բայց թուխիկի գառները մեծ օգուտ կտան մեր ֆերմային։ Սա, Աշոտը ձեռքը մեկնեց դեպի նորածինը, արդեն ոչխարի նոր ցեղ է, այնպիսի ցեղ, որ ձմեռը ցրտից չի ոչնչանում եւ ձյան տակից կեր է ջարում։ Հասոն նրա այդ խոսքից այնպես հանկարծակի ուրախացավ, ինչպես սովոր են ուրախանալու պարզ մարդիկ։ Էդ հո մի հնարքով մյուսներին էլ բռնենք, նոր ցեղ, էդ հո իմ հերը կգժվի ուրախությունից։ Ուրախանալ կարելի է, բայց գժվել հարկավոր չի։ Աշոտ, զրույցը չի վերջանում, ախր են միսը։ Համբերիր Գագիկ, դեռ նոր ենք սկսել։ Աշոտի սկսած բանասիրական զրույցը իսկի վերջ կունենա, որ նրան որ թողնես, միչև լույս գազանների մասին կխոսի։ Այդ մեկ նվաճում, հանդիսավոր հայտարարեց նա։ Ուրեմն մենք արդեն ունենք ցրտադիմացկուն ոչխարի ցեղ։ Անցնենք մեր մյուս կարևոր գյուտին։ Իսկի մտածել եք, որ ժամանակից շուտ եկած ձյունը շատ մեծ վնաս տվեց մեր կոլխոզին, հարցրեց նա։ Հա, բամբակի մի մասը մնաց ձյան տակ, ոնց չմտածենք։ Ոչ, Շուշիկ, բամբակը դեռ կարելի էր գարնանը հավաքել, թեև որակը նույնը չի լինի, բայց այգիները բաց մնացին, ձյունը ժամանակ չտվեց վազերը թաղեն։ Հիմի դրա հետ կապված մի հարց պիտի պարզենք։ Գնանք, դեռ օր կա, գնանք մեր խաղողի այգին, այնտեղ կարևոր գործ կա անելու, այնտեղ էլ կպարզեմ իմ միտքը։ Երբ հասան այգուն, ցրիվ եկան, փորփրեցին ձյունը, պառկած վազերը վեր քաշեցին եւ նրա տակ թափթփված խաղողի հատիկներ գտան, որոնք գիշերվա սառնամանիքից պնդացել էին կաղինների նման։ Անցան են երանելի օրերը, երբ ոսկեհատի ջութեր էին կուտում, աղ քաշեց Գագիկը։ Ասա, ինչի համար ես բերել մեզ այստեղ, որ հիշենք ու տանջվենք։ Բերել եմ, որ կտորները կտրենք ու թաղենք հողի մեջ։ Հասո, դանակը դեսը տուր, իսկ դուք կացնով փորեցեք հողը երկար առվի նման։ Բա հետո կասեմ։ Երբ բավականաչափ կտրոններ կտրեցին եւ պահ տվին հողին, Աշոտը նստեց մի թմբի ու բացատրեց իր միտքը։ Մենք շատ նեղ օրեր քաշքշեցինք այս դորում փակված, բայց միայն այս կտրոնների համար կարելի էր երկու այդքան նեղություն կրել։ Այս կտրոններից այնպիսի այգի կգցենք մեր կոլխոզի համար, որի վազերը աշնանը չեն թաղում եւ գարնանը չեն բացում։ Նրանք սառնամանիքին սովոր վազեր են ու ձմեռը չեն փչանում։ Հասոն զարմանքով տեսավ, որ Աշոտի այդ խոսքից անպատմելի ուրախություն պատեց իր ընկերներին։ Միշտ ոչխարի հոտի հետ լինելով նա չէր կարող հասկանալ, որ Աշոտի գյուտը մեծ հեղաշրջում է առաջ բերելու Արարատյան դաշտի այգեգործության մեջ։ Իսկ այդ բանը նրանից բացի բոլորն էլ գիտեին, որովհետև այգեգործական գյուղի զավակներ էին։ Նրանք գիտեին, թե ինչ մեծ տանջանքների ու ծախսերի հետ է կապված ամեն աշնան այգիները հողով ծածկելը եւ ամեն գարնան նորից բացելը։ Դա գուցե Արարատյան դաշտում միակ գործն էր, որ մեքենայացման չէր ենթարկվում։ Դե խաղողի ծուռումուռ չծռված փռված թփերը մեքենայով ծածկել կլինի։ Եվ ամեն աշուն, հենց վազերը ազատվում էին իրենց բերքից, կոլխոզը ոտքի էր հանում իր բոլոր մարդկանց, նույնիսկ լեռնային շրջաններից օգնական ուժեր էին վարձով բերվում, որ մինչև ձյունը գալը հողի տակ թաղի վազերը։ Իսկ երբ ձմեռը հանկարծ շուտ էր վրա հասնում հերվա ձմեռման նման, հնարավոր չէր լինում բոլոր այգիները ծածկել հողով, եւ որը բաց էր մնում ցրտահարվում էր։ Այդպիսի դեպքերում կոլտնտեսությունը 2 տարի զրկվում էր խաղողի բերքից, մինչև նոր շիվերը աճեին եւ դառնային բերքատու։ Հովազաձորի վայրի այգին այդ մեծ հոգսից կարող էր ազատել մեր կոլտնտեսություններին։ Այդ տեղի վազերն էլ էր մարդը տնկել, բայց անթաղ մնալով նրանք ցրտահարվել, փչացել էին եւ մնացել էին ու բերք էին տալիս միայն այն վազերը, որոնք դաժան բնության մեջ հարմարվել էին ցրտին եւ երաշտին։ Նրանք այլանդակվել էին, քանի որ չկար խնամող ու ձևավորող մարդը, բայց մի կարևոր հատկություն էին ձեռք բերել տասնամյակների ընթացքում՝ դիմանում էին դաժան տարերքին։ Նրանք դիմացկուն էին դարձել նաև հիվանդությունների դեմ, որովհետև չկար նրանց բուժող մարդը։ Մանկուց այգեգործությանը քաջ ծանոթ մեր պատանիներն այդ բոլորն առանց ասելու էլ գիտեին։
Ուստի մեծ ոգևորվածությամբ փոսեր փորեցին, նրանց մեջ թաղեցին մեծ քանակությամբ կտրոններ, այնպիսի հոգատարությամբ, ինչպես եթե գանձ լինեին թաքցնելիս։ Այ գործը, մեր այս վազերի համար դեռ Գիտությունների ակադեմիայից էլ մարդիկ կգան Հովազաձոր, միայն թե այստեղից դուրս պրծնեինք։ Երբ աշխատանքը վերջացրեցին, ձորն արդեն կուլ էր գնացել աղջամուղջին, և խորխորատներում թանձրանում էր խավարը։ Քրտնած էին։ Հեղեղի մեջ կկոտրի, իմաբան չտաներ, հիմի հագիցս կհանեի, Շուշիկի մեջքին կգցեի, ընկերներին աչքով անելով ասաց Գագիկը։ Հասոն, որպես պատասխան, իր մահակը ցույց տվեց։ Իսկապես, բաղնիք ենք ընդունել, կմրսենք, գնանք, հրահանգեց Աշոտը։ Աչքով չտամ, տղերք, ինչ բան է, նույնիսկ գրիպ էլ չենք ընկնում։ Հովազաձորի օդին գրիպ կդիմանա։ Այո, Գագիկ, կատակի մի տա, ես մի պրոֆեսորի գրքույկ եմ կարդացել գրիպի մասին, նա նույնն է ասում։ Գրում է, թե չելյուսկինցիներից ոչ մեկը բևեռի սառույցների վրա գրիպ չի ընկել, քանի որ այնտեղ գրիպի բացիլներ չկան։ Այո, ցուրտը դեզինֆեկցիա է արել Հովազաձորը, դրանից էլ չենք հիվանդանում, եզրակացրեց Գագիկը։ Գնանք։ Հիմա մենք կարող ենք ասել, որ անտեղի չեն անցել մեր օրերը Հովազաձորում, խորին բավականությամբ ասաց Աշոտը, երբ խումբը վերադառնում էր քարայր։ Նրա բոլոր մտքերը դեռ վայրի խաղողի կտրոնների հետ էին։ Նոր հույսերով ու գաղտնի ուրախություններով լի, նրանք սպասում էին այն օրվան, երբ գյուղ կվերադառնան և կասեն իրենց ծնողներին, ուսուցիչներին, իրենց կազմակերպությանը։ Մի տեսեք ինչեր ենք բերել Հովազաձորից։ Կասեն, որ ժայռերում փակված մահվան դեմ կռվելիս անգամ իրենք մտածում էին երկրի մասին, նրան որևէ բանով հարկավոր լինելու մասին։ Գլուխ 70 Թե ինչպես մեծ ճակատամարտից առաջ մարդ նախ պետք է հոգեպես և ֆիզիկապես պատրաստվի դիմագրավելու վերահաս վտանգները։ Ամեն ինչից խաղաղություն էր բուրում այդ երեկո։ Նոր կառուցած բուխարին գվվում էր և դուրեկան ջերմություն սփռում։ Այրի մեջ ծխի նշույլ անգամ չկար, օդը մաքուր, իսկ Թուխիկը վերջապես հասկանալով, որ արջը կենդանի չէ, նստած հանգիստ որոճում էր։ Հասոն նորից հանել էր իր սրինգը և նրա քաղցր դայլայլով ընկերների ուշքն ու միտքը տեղափոխել էր փոքր Կովկասի զմրուղտ բարձունքները, պարզ քոչվորների աշխարհը։ Երբ վերջացավ նվագը, Աշոտը շարունակեց գործել այն կողովը, որը սկսել էր նախորդ երեկոյան։ Իրենց ձանձրույթը փարատելու համար կողովներ էին գործում նաև մյուս պատանիները, և դա նման էր մի տեսակ մրցության, յուրաքանչյուրն աշխատում էր մյուսից շուտ և գեղեցիկ արտադրանք տալ։ Այդպես երկար ժամանակ շարունակվեց լուռ մրցությունը, մինչև որ լսվեց Աշոտի հաղթական կանչը։ Ես իմ բաժին կողովը վերջացրեցի, և մի խոշոր ու ծանր քթոց տարավ դրեց այրի անկյունում, գիլամասրի ճիպոտներից գործած շեկ կույտի վրա։ Այդ կույտը առաստաղին հասած կլիներ, եթե մեր պատանիները չմտցնեին փոքր քթոցները մեծերի մեջ։ Դրսից նայում ես մի մեծ կողով է, բայց նրա ներսում իրար մեջ են հագցված 4-5 կողովներ, մեկը մյուսից մի քիչ փոքր չափսի։ Թե թողնեիր խաշեփեմ, հիմի ես էլ պրծած կլինեի, բայց դե նախանձություն ես անում, չես թողնում ապրենք էլի, առ ստուգիր, ես էլ պրծա, ասենք էլ ինչ ստուգես, կուկլա է, հո կողով չէ։ Գագիկի ասած կուկլան հաստ ճիպոտներից անհավասար գործած մի անճոռնի կողով էր, որը գուցե գոմերից աղբ դուրս հանելու համար պետք կար, բայց դե ով կարող էր Գագիկի թանին թթու ասել, տեղն ու տեղը լեզվակող կաներ։ Իսկ իսկական կուկլան դուրս էր գալիս Շուշիկի նրբին ու ճկուն մատներից, այն մատներից, որոնք սովոր էին ճաշակով ասեղնագործել, շնորհքով նկարել և դասարանում ամեն ինչ գեղեցիկ գրել։ Զանազան տեսակի ու գույնի շիվերից նա մի նախշուն զամբյուղ էր գործել, կաթնով, խուփը վրան, այնպիսի գեղարվեստական մի գործ, որը նրբաճաշակ նկարիչներին անգամ կհիացներ, ուր մնաց հովիվ Հասոին, որ բերանը բաց նայում էր ու խոսք չէր գտնում իր զգացածն արտահայտելու։ Սա ցուցահանդես կուղարկենք, կրակի լույսի տակ շուռումուռ տալով վճռեց Աշոտը։ Ավելի լավ է նվիրի մի պատվով մարդու, մատով գաղտնի իրեն ցույց էր տալիս և աչքով անում Գագիկը։ Այո, իմ միտքն էլ է դա, նվիրելու եմ մի շատ պատվավոր և շատ սիրելի տղայի, դանդաղ ու հանդիսավոր պատասխանեց Շուշիկը։ Բոլորն էլ անհամբեր սպասում էին, թե ով է լինելու նրա ընտրածը։ Իհարկե,
թե Աշոտը, թե Գագիկը հավասար չափով հավակնություն ունեին գեղեցիկ նվերին արժանանալու։ Իսկ Շուշիկը դանդաղում էր։ Նա վեր կացավ, ձեռքով հարդարեց գլխի մազերը եւ զամբյուղը Հասոյին հանձնելով սիրալիր ասաց. «Սրանով մոր կհավաքես հանդերում ու կհիշես մեր նեղ օրերը, Հովազաձորի մեր լավ ընկերությունը»։ Բրավո, բրավո։ Այդ չէի սպասում, ծափ տվեց Գագիկը։ Այդ ծափերը կարծես մի ապտակներ էին Աշոտի այտերին։ Ինչպես, ինքը խմբի ղեկավարը լինի, ինքը փրկի նրանց կյանքն ու հիմա, բայց ախր պետք է որ խմբի մեջ ամենից սիրելին ինքը լինի, գոնե Շուշիկի համար։ Աշոտն անակնկալի էր եկել, սակայն նրա այդ տրամադրությունը վայրկենական էր։ Գուցե դա մնացուկն էր իր մասին երբեմնի ունեցած մեծ կարծիքի, որ հետզհետե մաշվել էր Հովազաձորում անցկացրած դժվարին կյանքի մեջ, կոլեկտիվի մեջ։ Նա արագ տիրապետեց իրեն, մտքում ամուր ասաց արժանի է եւ իր բարի ու մեծահոգի ժպիտով լուռ հավակնություն տվեց, իսկ քուրդ պատանին անակնկալ երջանկությունից կաս կարմիր կտրած կարմրել մնացել էր զամբյուղը ձեռքին։ Ապա աջ ձեռքը դրեց սրտին, արևելյան ձևով խոնարհվեց ու զգացված ասաց. «Զավ, Զավ Ռազիմա, իմ քույրն ես, իմ աչքի լույսն ես», կարճ ասաց, բայց դրանով քուրդը արտահայտում է ամեն ինչ, իր նվիրվածությունը, իր երախտագիտությունը, իր գոհունակությունը, այն ամեն լավը, ինչ կա իր սրտում քուր հայտարարվող աղջկա հանդեպ։ Քուրդը, որ մեկին իրեն քույր կոչեց, նրա համար կտա նույնիսկ իր կյանքը։ «Դու էլ իմ եղբայրն ես, իմ քուրդ եղբայրը», շփոթվելով ու ծիծաղելով ասաց աղջիկը եւ տվեց իր փոքրիկ ձեռքը։ «Ուռա, ուռա», ոգևորվել էր Գագիկը, բայց Հասոն ջուր լցրեց նրա ոգևորության վրա։ Նա վերցրեց իր երկար մահակը եւ նրա երկաթած գլուխը ցույց տալով սպառնաց. «Սրանից հետո էլ Շուշիկին ձեռք չառնես»։ Գագիկը ետ գնաց։ «Սարեցի քուրդը, խփեց, ինչ պիտի անես»։ Տղաները ծիծաղեցին, բարի ու երջանիկ ծիծաղեց եւ Շուշիկը ու գոհ նստոտեցին խարույկի շուրջը պատմություն լսելու։ Ինչ էր պակաս, որ գոհ չլինեին։ Վտանգ գրեթե այլևս չկար, վառելիքով ու սննդով ապահովված էին։ Բայց Աշոտը մտահոգ էր, որովհետև մտադրություն ուներ ընկերներին նախապատրաստելու մի կարևոր դեպքի եւ դրա առիթը տվեց Գագիկը։ «Դե Աշոտ, փչելու հերթը քոնն է», ասաց նա իր տեղը գրավելով։ Ինչ անեին, որ չփչեին, լավատես վերջավորություն ունեցող հեքիաթներով նրանք թեթևացնում էին իրենց ծանր օրը եւ կարճացնում թե երկար գիշերները, թե այն ժամանակը, որ ստիպված պիտի անցկացնեին այդ ձորում։ Աշոտն իր զրույցն այսպես սկսեց. «Մենք, պիոներներս, շատ բաներով պետք է տարբերվենք մյուս պատանիներից, իսկ այս պայմաններում Հովազաձորում պետք է տարբերվենք մեր սրտոտությամբ եւ հնարամտությամբ։ Մենք ամենանեղ րոպեներին էլ, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, հուսահատվելու իրավունք չունենք եւ արագ պետք է ելք գտնենք, չէ՞ որ մենք պատանի Լենինյաններ ենք։ Սպասիր», նրան կտրեց Գագիկը, «սպասիր, նախագահ քարտուղար ընտրենք, հետո միտինգը բաց արա»։ Բոլորն էլ ծիծաղեցին, ստիպված ժպտաց եւ Աշոտը։ «Ինչ անեմ, պիոներական հավաքույթներում ու ջոկխորհրդում այնքան ելույթ եմ ունեցել, որ սովորություն է դարձել», խոստովանեց նա։ «Դե լավ, հնարամտություն սովորեցնող մի պատմություն կանեմ ձեզ, որ ես հանդիպել եմ միջնադարի հայ պատմիչ Սեբեոսի գրքում»։ Եվ Աշոտը սկսեց։ Նա ասաց, որ 7-րդ դարում Հայաստանի մի մասը գտնվում էր Պարսից իշխանության տակ, իսկ մյուսը հունած կայսեր։ Հայ իշխան Սմբատ Բագրատունին կոչ է անում ժողովրդին ապստամբել հունած բռնապետության դեմ։ Դրա համար հունած կայսրը նրան ձերբակալել է տալիս եւ տանում Բյուզանդիայի մայրաքաղաքն ու շղթայակապ բանտ նետում։ Որոշում են նրան մերկացնել եւ կրկեսում գցել գազանների առաջ։ Այդպես էլ անում են։ Սմբատը ջլապին ձեռները թավամաս կրծքին խաչած արհամարանքով նայում է կրկեսում հավաքված բազմությանը։ Նա հսկա մարդ էր, գեղեցկատեմ, լայնալանջ պինդ մկաններով եւ վարժ մարտիկ։ Շատ կռիվներում նա ցույց էր տվել իր ուժն ու քաջությունը։ Բացվում է գազանանոցի դուռը եւ Սմբատ Բագրատունու վրա է գալիս մի ահագին սևամազ արջը։ «Հիմի որ մեզ արջ պատահի ո՞նց ենք կռվելու հետը», հարցրեց Աշոտը։ «Տղամարդի պես», ակլորացավ Գագիկը։ «Ոչ միայն տղամարդի պես, այլև խելքով։ Սմբատը գիտեր,
Դուք էլ իմացեք, որ արջը շփոթվում է հանկարծակի բարձր ձայնից, եւ ահա, երբ արջը հարձակվեց նրա վրա, Սմբատը վրա վազեց, բարձր գոռաց արջի ականջի տակ եւ բռունցքը մուրճի պես իջեցրեց նրա մահացու տեղը քներակին։ Գազանը շշմաց ետ գնաց, ընկավ ու այլևս վեր չկացավ։ Սմբատի վրա բաց թողեցին մի կատաղած ցուլ։ Սա ներս վազեց թափով եւ արշավեց իր զոհի վրա։ Բայց Սմբատը կանգնել էր անսասան։ Նա մի վայրկյանում հնարը գտել էր ու հանգիստ սպասում էր ձեռներն առաջ պարզած։ Երբ ցուլը մոտեցավ հարվածելու, նա բռնեց կենդանու եղջյուրներից ու սկսեց լարված պայքարը։ Իսկ հասարակությունը, նրա հետ եւ մորի կայսրն ու թագուհին շունչը պահած սպասում էր, թե ինչ է լինելու։ Ցուլն աշխատում էր հարվածել, եղջյուրների վրա բարձրացնել կամ տապալել մարդուն, իսկ մարդը եղջյուրներից բռնած մկանները լարած ուզում էր ոլորել նրա վիզը։ Հանկարծ կրկեսը թնդաց ցուլի աղեկտուր գոռոցից, եւ բոլորը տեսան, թե ինչպես նա ետ փախավ գլուխը ցավից թափահարելով։ Սմբատ Բագրատունին նրա զույգ եղջյուրները հանել էր իրենց միջուկների վրայից եւ ցույն արունվա կոտոշներով փախչում էր։ Սմբատը դեն շպրտեց եղջյուրները, վազեց հասավ կենդանու հետևից եւ բռնեց պոչն ու ոտի կճղակներից մեկը։ Կճղակը մնաց նրա ձեռքին եւ ցուլը մի ոտը բոբիկ փախավ։ Հասարակությունը թեթևացած սրտով ահարավ, բայց անխոս մնաց կայսր ահից։ Հիմի դա ուժեր թե հնարք, ուժել հնարքել, ամենից շատ հնարք։ Սմբատը տեսավ, որ իր բախտից ցուլը տարիքով է, իսկ ծեր ցուլի եղջյուրներն ու կճղակները թուլացած են լինում։ Բա միջև գազանի թույլ կողմը չիմանաս, նրա դեմ չես կարող կռվել։ Բոլորը սպասում էին, որ կայսրը հրաման կտա ազատություն տալ քաջ-հային, բայց մորիկը մռայլ էր ու վրեժով լցված։ Այս անգամ բաց թողեցին ամեհի մի առյուծ, հրաշեկ, դյուրաշարժ ու կատաղի մի գազան։ Սմբատը, մահն աչքի առաջ, սառնարյուն հետևում էր առյուծի շարժումներին։ Նա գիտեր, որ առյուծը հարձակվելիս առաջ դեռ 7-8 մետրի վրա նշան է բռնում իր զոհին, հետո նետվում առաջ։ Կատուն էլ է այդպես անում, հովազնել, վագրնել։ Այդ իմացողի համար դժվար չի ազատվել նրա ճանկերից։ Հենց կուտապ եղավ ու թռավ դու մի կողմի վրա խույս տուր։ Մեկ է, նա ուրիշ գազանի նման չի վազի բռնի, նորից է պատրաստվելու, նորից է փորը գետնին կպցրած կուտապ գալու, եթե քեզ չկորցնես, կարող ես գլխի ճարը տեսնել։ Այդպես էլ արեց Սմբատը։ Հենց որ առյուծը ոստնեց, Սմբատը խույս տվեց, ապա մի ակնթարթում բռնեց նրա ականջն ու թռավ մեջքին եւ սկսեց սարսափելի ուժով սեղմել գազանի կոկորդը։ Առյուծը գլուխը բարձր բռնած, խեղդվելով առաջ էր վազում իր մեջքն ու կոկորդն ազատելու համար, բայց շուտով նրա շունչը կտրվեց հսկա մարդու ունելիքի պես ամուր մատների ճնշումից։ Առյուծն ընկավ եւ նրա լեզուն կախվեց կիսաբաց բերանից։ Այս անգամ ամբողը հիացմունքից խելագարված սկսեց թափահարել եւ գոչել. «Ներել, ներել»։ Մորիկ կայսրը ստիպված ներումի նշան տվեց։ Աշոտը մի պահ լռեց, ձեռքի փայտով խառնեց կրակն ու արդեն փոխված ձայնով ու հանգիստ ավելացրեց. «Հովազը դեռ այս ձորում է, դեռ մենք կարող ենք պատահել նրան։ Հիմա հո գիտեք, թե ինչպես է նա հարձակվում մարդու վրա։ Գիտեք, եթե հանգիստ մնաք ու ձեզ չկորցնեք, ձեզ վնաս չի կարող տալ։ Արջը երևի կյանքում առաջին անգամ էր գործ ունենում այդպիսի գազանի հետ, թե չէ նա մի կողմ կթռչեր հենց այն ժամանակ, երբ թշնամին դեռ օդումն էր։ Աշոտ, քո այս զրույցը ինձ շատ բան տվեց։ Հիմի սիրտս ուզում է էս րոպեիս մի առյուծ պատահի, բաշից բռնեմ ու թռչեմ գավակը։ Քո արևա արունը սեռում է, գազանների հետ կռվել եմ ուզում, չգնանք Հովազի կողմը։ Եվ Գագիկը մի վառվող փայտ վերցրեց ու քայլեց դեպի դուռը։ Կարծում եք ետ եմ կանչելու, թող գնա, վարժություն անի, սիրտը պնդի, մնացողներին ժպտալով շշնջաց Աշոտը։ Իսկ Գագիկը այրից դուրս գալով ընկավ թանձր խավարի մեջ ու կանգ առավ։ Սա ինչ բան է, ընկերները ոչ մեկ չեն հետևում իրեն, ոչ մեկ ետ չի կանչում։ Մի քիչ էլ գնամ, թե չէ կկարծեն, թե վախկոտ եմ, մտածեց նա եւ խանձողն օդում պտտելով առաջ գնաց։ Կայծեր էին ցրիվ գալիս վառվող փայտի ծայրից եւ լուսավորում խավարը փշրվող ասուպների նման։ Գնանք տեսնենք մեր արջի փորոտիկին ոչ մի գազան այցի չի եկել, գուցե աղվես, գուցե ուրիշ կենդանի։ Աշոտի մտադրությունն այլ էր, իր կարծիքով Հովազին փնտրելուց առաջ ամրացնում էր ընկերների սրտերը։ Նրանք վերցրին իրենց նիզակները մի խանձող եւ դուրս ելան։
Միայն Սարգիսը մնաց օջախի մոտ։ «Վահ, իբր թե մի հովազի համար ես քիչ եմ, որ դուք էլ եք գալիս», նեղացավ Գագիկը, ապա իսկույն մտածեց. հանկարծ խելքներին չփչի ետ դառնան, ու անփույթ ավելացրեց. «Դե լավ, դուք գիտեք, թե որ շատ եք ուզում, պոչիցս եկեք»։ Վառվող կերոնները սև գիշերի մեջ գլխներից վերև շարժելով, դրանք վազեցին դեպի ցած, դեպի ձորակը, այնպիսի հարահերոցով, որ եթե հովազ չէ, վագրերի ոհմակ էլ հանդիպելու լիներ, սարսափահար կփախչեր։ Այդ տեսարանը նորից ցնորքներ ծնեց Աշոտի գլխում։ Նրա երևակայությամբ դա գիշերային զորաշարժ էր, եւ այդ զորաշարժի նպատակը, իհարկե, հարձակողական մարտն էր։ Նիզակները ճոճելով տղաները հասան գազանների մարտադաշտին եւ իրենց պետի հրամանով զենքերը միանգամից նետեցին արջի ստամոքսի վրա։ Ապա ջահերի լույսով հետազոտեցին շրջակայքը եւ ոչ մի հետք չգտան։ Միայն հովազի հին հետքն էր ձյան վրա ձգվում դեպի աջ ժայռաշարքը, եւ այդ հետքին ուշադիր նայողը կհասկանար, որ նրա տերը ոչ թե քայլել, այլ երերալով քարշ է եկել։ «Հիմի լրիվ պարզ է, էգուց գնում ենք այս հետքով», հանդիսավոր հայտարարեց Աշոտը եւ կարգադրեց. «Հանգցրեք ջահերը, մտնով պիտի վերադառնանք տուն»։ Գլուխ 71. Թե ինչպես պայքարի մեջ ամրանում է մարդու սիրտը։ Այդ գիշեր Աշոտն անհանգիստ էր այնպես, ինչպես անհանգիստ է լինում զորավարը գրոհից առաջ։ Այո, նա հենց մի փոքրիկ զորավար էր, երևակայում իրեն։ Գլուխը բարձրացնում էր, նայում իր զորքին եւ կարեկցության, եւ ամենից շատ հպարտության զգացումով այնպես, ինչպես Գևորգ մարզպետունին Գառնիի վրա հարձակվելու գիշերը։ Չէ, ամրացել են ընկերները հոգեպես, այդպիսի զորքով իրոք կարելի է արշավի գնալ, նույնիսկ հովազի դեմ, եթե նա վիրավոր է, բայց դեռ կենդանի։ Իր մտքերից ալեկոծված մի քանի անգամ դուրս նայեց, բայց դեռ չէր լուսանում։ Արթնացավ եւ Գագիկը ու ընկերոջն աչքով անելով դավադիր շշնջաց. խաշը դեռ չի եփել, չէ, բայն չի ես վեր կացել։ Աշոտը փրկած եւ գլուխն օրորեց։ Ընկերներն արթնացան, հորանջեցին. իսկապես որ գրամոլ է Գագիկը, թե կատակում էր, որն էլ լիներ, միևնույնն է, կարևորն այն էր, որ նրա հետաքրքրասիրությունը ուտելիքի նկատմամբ փչացրել էր պատանի բնասերների պարապմունքը։ Այդ երեկո նրանք պետք է ուսումնասիրեին քարայծի գլուխը, բայց Գագիկն այնքան սրտաց էր խաշ ուտել ուզում, որ դեռ ցերեկով օգտվել էր իրենց կարգապահ պետի բացակայությունից եւ նոխազի գլուխը խնամքով խանձել էր բոցերի վրա, կոտորել ու կճուճը լցնելով դրել կրակին։ Երեկոյան կրակը մեղմ վառվում էր։ Կերակրի կճուճը աննկատելի ցնցվում էր իր ներսի խլխլթոցից եւ գոլորշու դուրեկան բուրմունք արձակում։ Դե եկ Գագիկ, դիմացիր այդ գայթակղությանը։ Մի համը չտեսնենք, քնելուց առաջ հարցրեց նա հեզությամբ։ Ուշ է, առանց այն էլ խորոված շատ ենք կերել, չենք մարսի, առարկել էր պետը։ Ուշ է, Լոնդոնում գիշերվա ժամը 2-ին բիֆտեքս են ուտում, արևս վկա, մի ժուրնալում եմ կարդացել, իր առաջարկը հիմնավորել էր Գագիկը։ Բայց Աշոտը անդրդվելի էր մնացել։ Քնելուց առաջ Գագիկը համենայն դեպս զգուշացրել էր. մեր պապերը խաշը միշտ լուսադեմին են կերել, դա չես ժխտի, չէ Աշոտ։ Պապերի հետ ինչ գործ ունենք, արևը դուրս կգա, հետո կուտենք։ Չէ, պապենական փորձից միշտ պետք է օգտվել Աշոտ, արի մի հակառակվի։ Հիմա արդեն լուսանում է, բայց այդ Աշոտը խաշի անունն անգամ չի տալիս։ Գագիկը չեղած մորուքը որպես աղաչանքի նշան բռնելով հարցրեց. չսկսենք Աշոտ ջան։ Աշոտն այրի դուռը բացեց եւ դուրս նայեց։ Այ տղա, դեռ գիշերվա կեսն է, դժգոհեց նա։ Ինչ գիշերվա կես, կաքավի աքլորը 2 բերան արդեն կանչել է։ Հասո, մի դուրս արի աստղերին նայ, տես խաշն ուտելու ժամանակը չի անցել։ Հասոն դուրս եկավ սրսփալեն։ Գուցե այնքան էլ ցուրտ չէր, բայց ցուցված տղային թվում էր, թե դրսում սառնամանիքն է կանգնած։ Դեռ լուսաստղը դուրս չի եկել, ներս գալով հաղորդեց նա։ Մի ամիտ չոբան, իսկի շնորհ չունես սուտ վարկայություն տալու։ Ասենք լուսաստղին ով էր նայողը, երբ տակ օջախից խաշն էր բուրում։ Նույնիսկ միշտ անտարբեր մեկնված Սարգիսը նստել էր ծալապատիկ եւ ագահ հայացքով մեկ սևացած կճուճին էր նայում, մեկ ընկերների դեմքին։ Դե շուտ արեք, լցրեք, ասում էր նյարդային այն շարժումը, որ նա արավ տեղում։ Լավ, սկսենք։ Կուշտ կերեք, քիչ հետո գնում ենք գազանին փնտրելու եւ հայտնի չէ, թե երբ հետ կգանք, ասաց Աշոտը։ Իշ չի լինի, որ չգանք, անվստահ հարցրեց Սարգիսը։
Ով գիտի ինչ կարող է պատահել։ Չէ, չի լինի, քանի հովազին չենք գտել կենդանի կամ մեռած, չենք կարող հանգիստ լինել։ Պարզ չի որ, բացատրեց Աշոտը։ Եթե Շուշիկը ներկա չլիներ, գուցե տղաներից ոմանք առարկեին, բայց աղջկա ներկայությունից ճնշվելով լռեցին նույնիսկ նրանք, ովքեր սրտով դեմ էին այդ ձեռնարկությանը, որ հայտնի չէր, թե ինչով կվերջանար։ Եվ երբ լուսացավ ու քիչ հետո ծագեց արևը, Աշոտը վեր կացավ, վերցրեց իր զենքն ու պաթոսով կանչեց. «Գնանք, բոլորս գնանք։ Մենք գյուղ պիտի մտնենք հովազի մորթին դրոշի նման պարզած»։ Այդ հեռանկարից ոգևորված տղաները զինվեցին իրենց ունեցած բոլոր զենքերով՝ տեգեր, քարեր, մուրճեր, կացին և մահակ, վերցրին նաև մի վառ ածխակոթ և դուրս եկան այրից։ Սարգիսն ու Շուշիկը լուռ հետևում էին նրանց և չէր կարելի ասել, թե նրանք երկյուղ չունեին իրենց սրտերում։ Բայց չգիտես ինչու Աշոտը նրանց այրում մնալու կարգադրություն չարավ, երևի ուզում է սիրտներս վարժեցնել, մտածեց Շուշիկը։ Գագիկը քայլում էր քաջաբար, կռվի գնացող աքլորի կեցվածքով և ընկերները հասկանում էին, որ իրեն սիրտ է տալիս։ «Գոնե մեկ անգամ էլ ես առաջ ընկնեմ, պատվի հարց է», վճռեց նա ու հոխորտալով առաջ ընկավ։ «Ինչ եք կուզեկուզ գնում, ռիսկով եկեք հետևիցս», գոչեց նա։ Շուշիկը զարմացավ և հարցական նայեց Հասոյին. «Սա իմ տեսած Գագիկն է, թե»։ Միշտ քայլարում օջախի մոտ լինելով նա չէր տեսել, թե ինչպես դրսում, վտանգների մեջ Գագիկն աստիճանաբար փոխվել է ու արիացել։ Խումբը իջավ Հովազաձորի միակ տափարակը, ուր խաղողի այգին էր։ Այդտեղ գտան գազանի հետքը և կանգ առան։ Լուռ էին և ահ ունեին իրենց սրտերում, ոմանք շատ, ոմանք քիչ, բայց անորոշ երկյուղ զգում էին բոլորն էլ։ «Եկեք նախ նիզակ նետելու վարժություն անենք, գուցե հարկավոր գա», առաջարկեց Աշոտը։ «Ուրեմն հովազի հետ կռվելու ենք», գրեթե շշուկով հարցրեց Շուշիկը։ «Չէ, հովազը պետք է որ սատկած լինի իր ստացած վերքերից։ Տեսեք, արյան կաթիլներ կան ձյան վրա, բայց ով գիտի, դե, նշան ենք բռնում են թփին ու նետում 15 քայլ հեռավորությունից»։ Աշոտը դիրք ընդունեց, նիզակը բարձրացրեց, որ նետի, բայց Գագիկը բռնեց նրա բազուկից։ «Չեմ ասել, որ առաջ կխորհրդակցեն ընկերների հետ, հետո, ախր նիսագիտ ծայրը կփշրես»։ «Վա, իսկապես, բա ինչի վրա նետենք»։ «Ձնե մարդի, չէ, ինչու, ձնե հովազի»։ «Այ խելացի առաջարկ»։ Տղաները մի քանի րոպեում ձյունից չորքոտանի մի կենդանի պատրաստեցին, որը ավելի շուտ ոչխարի էր նման, քան հովազի, ու սկսեցին նրա վրա հեռվից նիզակներ նետել։ Այ քեզ բան, 5-ից մեկը հազիվ է կպչում։ Այդպիսի անհաջողություն նրանք չէին սպասում։ «Բարձր, Գագիկ, ծայրը բարձր պահիր, այնպես, որ օդում աղեղնաձև գիծ քաշի ու ծայրով հարվածի նշանին, իսկ քոնը կողքով է հարվածում», ցույց էր տալիս Աշոտը։ Հասոն լուռ էր, ոչ ոքի դիտողություն չէր անում, բայց հարվածում էր ճշգրիտ։ Դե նրա գործը ամբողջ օրը այծերի հետևից փայտ ու քար նետելն է եղել, այդ էլ չկարողանա։ Շուշիկը տեսնում էր նրա շեշտակի հարվածները և լուռ հրճվում. «Դե բարձրաձայն ինչպես հայտնես հիացմունքդ, որ չկպչի Աշոտի սրտին»։ Աշոտը ևս վարժվեց։ Կես ժամ անց արդեն նրա նետածը երբեմն վատ, երբեմն շեշտակի հարվածում էր նշանին։ Սարգիսն ու Գագիկը այդպես էլ չկարողացան նիզակ նետել սովորել։ Եթե պատահում էր, որ խփում էին նշանին, հարվածն այնպես թույլ էր լինում, որ հովազի ձնե մարմինն անգամ չէր ծակում։ Դա, իհարկե, չէր խանգարում, որ Գագիկը աքլորանա։ Վերջին օրերին առած սննդից նա նկատելի կերպով աշխուժացել էր, աչքերը փայլում էին, վազելու և ցատկելու պահանջ էր զգում, ջահել քորակի նման։ «Աշոտ, ճարպս փորումս եռում է, նիզակը դենը դիր, արի կող բռնենք»։ «Չհավատաս, որ ճարպ է, երևի ուրիշ բան է եռում, ճարպ ես կարծում», ծիծաղեց Աշոտը և իսկույն որպես պատիժ իր կծու ակնարկի համար փռվեց ձյան մեջ։ Գագիկը ոտք էր գցել ու մի ակնթարթում տապալել նրան։ «Հիմի հավատացի՞ր, որ ճարպ է», ասում էր նա մի կողմ փախչելով։ «Դե հերիք է, գնանք», հագուստները թափ տալով և Շուշիկի ներկայությունից շփոթված ասաց Աշոտը։ «Տանձի պոչ, ես քեզ հետո կխոսամ», սպառնաց նա հեռվում փորը բռնած ծիծաղող Գագիկին։ Նրանք հովազի հետքը վերցրին և առաջ գնացին զգուշությամբ, նիզակներով հարվածելու պատրաստ։ Տեղ-տեղ ձյունը կարմիր ներկելով գազանը իջել էր ցած և հասնելով Հովազաձորի ներքին եզրի գահավեժ ժայռին, ծռվել էր աջ ու գնացել դեպի մի անձավ,
որի կլոր մուտքը կիսով չափ քողարկված էր մասրենու նոսր ճյուղերով։ Հովազն այդ ճյուղերին քսվելով և նրանց փշերի վրա մի քանի մաս թողնելով մտել էր այրը։ Պատանիները կանգ առան և աչքները հառած իրենց պետի դեմքին նրա խոսքին էին սպասում։ Նրանք վստահ էին Աշոտի փորձառությանը, բայց երկյուղալի էր անձավի մթին տեսքը և այն խորհրդավոր լռությունը, որ տիրում էր վտանգին դեմ հանդիման կանգնած խմբի մեջ։ Աշոտը նշան տվեց խանձաձողերը դնել մասրենու վրա և կրակ վառել։ Շրջակայքից խռիվ հավաքեցին, կրակ արին այրի մուտքի մոտ, այնպիսի կրակ, որ ոչ այնքան բոց ու ջերմություն էր արձակում, որքան կուրացնող ծուխ։ «Մուտքից հեռու կանգնեցեք», նշաններով կարգադրեց Աշոտը և ինքը, կացինը պատրաստ պահած, կանգնեց մի անկյունում այն դիրքով, ինչ դիրքով կկանգներ չարագործը, որ պատրաստվում է հարվածելու իր տնից անմեղությամբ դուրս եկող մարդուն։ Աշոտի մտադրությունը պարզ էր. ծխին չդիմանալով գազանը կամ պիտի դուրս գար իր որջից, կամ շունչը փչեր այնտեղ։ Ծուխը նաև ստուգելու և պարզելու էր գազանը կենդանի է, թե ոչ։ Եթե կենդանի լիներ, անպայման պիտի 1000 ծխից։ Շուշիկը Աշոտի կարգադրությամբ անցել էր մի ժայռաբեկորի հետև և խանձողը ձեռքին ահ ու դողով սպասում էր։ Իսկ Սարգիսը քիչ հեռու կանգնած քարե մուրճն ուսին այնպես էր տմբտմբացնում մեծ ու կլոր գլուխը, կարծես սառնամանիքի էր հանդիպել։ Գագիկը շարունակում էր քաջ ձևանալ, աչքով էր անում ընկերներին, ժպտում անբնական, իսկ աչքերը վառվում էին ներքին տենդից։ Իսկ Աշոտը թեկուզ վախենում էր, բայց ըստ իր պաշտոնի պարտավոր էր սառնարյուն և անվախ լիներ, ուստի այդպիսին էլ երևում էր արտաքուստ։ Անձավի մուտքի աջ ու ձախ պատերին հպված և իրենց քարե կացիններն ու մուրճերը պատրաստ պահած, նրանք մոտ կես ժամ մնացին այդպես քարացած, լարված վիճակում։ Ծուխն առատությամբ ներս էր գնում, բայց ներսից ոչ մի ձայն չէր լսվում։ Պատանիները հետզհետե սրտապնդվեցին, լարվածությունն անցավ։ Խարույկն էլ իջավ, սկսեց մարել։ «Ուրեմն սատկել է», բարձրաձայն վճռեց Աշոտը։ «Հետքը անձավից դուրս չի եկել, եթե սատկած չլիներ, կգնար արջի միս ուտելու»։ «Իբը որ սատկած չլիներ, մեզ ինչ էր անելու, հիմա ինչ ես կարգադրում, ներս չմտնե՞նք, քերթեմ»։ Աշոտը բարեսրտորեն ժպտում էր և եթե Շուշիկը ներկա չլիներ, հեգնանքով կասեր. «Ի՜, այ քաջ Նազար»։ Իսկ քաջ Նազարը ձեռքի փայտը խոթել էր այրը, նրանով խրխրթացնում էր ու գոչում. «Դուրս արի է, հոգե առըտ եմ, ուժդ խեղճ արջին էր պատում»։ Գագիկի այդ կանչերից քաջալերված Շուշիկն ու Սարգիսն էլ առաջ եկան. «Հասո, կենի թփեր ջարդիր»։ Քիչ անց, կենու յուղոտ ճյուղերը իրենց համար լուսատու կերոններ դարձրած, մեր պատանիները մտան քարայր։ «Ռիսկով եկեք», քաջալերում էր Աշոտը։ «Էս կրակին ոչ մի գազան չի մոտենա, եկեք, մի վախենաք»։ Այրի նեղ մուտքը գնալով բարձրանում էր 45 աստիճան թեքությամբ։ Տեղ-տեղ նա լայնանում էր, կազմելով միջով 4 մետր լայն և 3 մետր բարձր քարե բնական խցեր, կամ նեղանում էր այնքան, որ տղաները հազիվ էին ներս մտնում։ Անցքերը, որով նրանք գնում էին, ժայռի ներսում ճյուղավորվում էին և նրանց մի մասը վերջանում էր փակուղիով։ Հատակի ցածրադիր մասերում և քարերի մոտ կային դեղնավուն կավի շերտեր։ Տեղ-տեղ առաստաղից կախված էին շթաքարեր։ Քարանձավի մուտքերի ու անցքերի ամբողջ երկարությամբ, առանձնապես փոսերում, խորշերում ու խցերում թափթփված էին զանազան կենդանիների ոսկորներ։ Նրանք ընկած էին և բաց վիճակում, և խրված էին չորացած կավի մեջ։ Գլխավոր խցից, ուր շատ ոսկորներ կային թափթփված, մի այլ ներքնուղի գնում էր ժայռի խորքը, բայց մեր հետախուզները ներս սողոսկել չկարողացան, որովհետև անցքը նեղ էր, իսկ նրանք գործիքներ չունեին, որ լայնացնեին։ Անցքի խորքում մեծ-մեծ ոսկորներ էին երևում։ Աշոտը կանգ առավ, ձեռքի ջահով լուսավորեց անձավի խորշերը։ Ահն ու զարմանքը պատել էր մեր պատանիներին։ Ամեն տեղ թափթփված էին ճերմակ ոսկորներ, մեծ ու փոքր կենդանիների գանգեր, ճյուղավորված հսկա եղջյուրներ, ինչպես և այնպիսի կենդանիների գլուխներ, որոնք վաղուց վերացել են երկրի երեսից։ Գազանների գերեզմանոցեր, ինչեր։ Կենու թփերի փշատերևները ճարճայթյունով այրվեցին, վերջացան։ Ջահերը մեկ-մեկ հանգան և տղաները մնացին խավարի մեջ։ Միայն հետևի կողմից հեռվում աղջամուղջի մեջ աղոտ լույս էր երևում, որից հասկացվում էր, թե որտեղ է անձավի մուտքը։ Երկյուղալի լռություն էր տիրում։ «Ետ դառնանք», ասաց Աշոտը։
Նրանք խարխափելով քայլեցին դեպի այրի ելքը, և երբ լուսաշխար դուրս եկան, նա պատվիրեց Հասոյին վազել ճգնավորի այրը և բերել բոլոր կերոնները, որ խումբը պատրաստել էր Եղևնու յուղոտ արմատներից ու չորացրել գիշերները ջրագի տեղ վառելու համար։ Քիչ անց Աշոտը խիստ լուրջ ու կենտրոնացած յուղոտ ճյուղերից զույգ-զույգ 3-3 խրճիթներ էր կապում, որ վառի։ Այդ ժամանակ Գագիկի բաց գլուխը երևաց բարձր քարի հետևից, ուր նա մինչև Հասոյի գալը պարապությունից պտուղներ էր փնտրում։ «Հասո, խամ տեղ եմ գտել, արի», կանչեց նա սնձի պտուղներով բեռնավորված ճյուղը ցույց տալով։ Հասոն գնաց։ Աշոտը շարունակում էր ջահեր պատրաստել, իսկ Շուշիկն ու Սարգիսը մեկուսի ցածր ձայնով խորհրդակցում էին։ Վերջապես առաջ եկավ Սարգիսը և նորից մի փորձ արավ Աշոտին ետ պահելու վտանգավոր ձեռնարկությունից։ «Թող, Աշոտ, ինչ գործ ունես», ասաց նա, «ավելի լավ չի քարերով փակենք մուտքը ու գնանք հանգիստ մեր գործին»։ Խելացի առաջարկ արավ Սարգիսը, իրոք, եթե այրի մուտքը պատեն, գազանը, եթե նույնիսկ դեռ կենդանի է, քաղցից ներսում կսատկի, բայց Աշոտին իսկի համոզել կլիներ։ Որսի մոտիկությունից գրգռված որսորդի նման կորցրել էր սառը դատելու ունակությունը, իսկ հովազի շքեղ մորթին ձեռք բերելու ցնորքը նրան հանգիստ չէր տալիս։ Եվ երբ Շուշիկը ևս միացավ Սարգսի առաջարկին, նա զայրացած շպրտեց. «Եթե վախենում եք, ետ գնացեք, միայն ինձ մի խանգարեք, այրի մուտքը փակենք, խելքին մտիկ, որ ներսում մորթին փտի»։ Աշոտի հաստակողությունը վրդովեցրեց Շուշիկին։ «Նորից քաջությունդ բռնե՞ց։ Մտքումդ հենց էն է, որ աշխարհին զարմացնես, լճանվանցի Կամոյի նման, բայց միևնույն է, Կամո չես դառնա», խայթելու նպատակով անզգույշ շպրտեց աղջիկը և զղջաց։ Շուշիկի այս խոսքից կարծես Աշոտի երակների մեջ եռացրած ջուր լցնեին։ Շիկնեց նա շիկացած մետաղի նման, ձախ այտն իր վրա բազմաթիվ խալերով սկսեց ցնցվել։ Հրացայտ աչքերով նայեց նա Շուշիկին և շպրտեց. «Այդ դեպքում ես մենակ կգնամ հովազի դեմ և կապացուցեմ, որ…»։ Նա չշարունակեց, նորից խոցված էր ինքնասիրությունը։ Դրանից փոթորիկ էր առաջացել պատանու հոգում, և այդ պահին համակվել էր մի գերագույն ցանկությամբ միայն՝ այնպիսի սխրագործություն կատարել, որ բոլորը խոսեն այդ մասին։ Գիշ պատանեկություն։ Այդ հասակում մեզանից ով չի ցանկացել հերոս երևալ, մանավանդ աղջիկների մոտ։ «Մի տեսեք ինչ ինքնասիրություն է ունեցել», հեգնախառն չարաճճի աչքերը փայլեցնելով շարունակում էր գրգռել Շուշիկը։ Աշոտը վերցրեց նիզակը, մյուս ձեռքի ձողերի խուրձը դեմ արավ Շուշիկին և պատվիրեց. «Վառի, հիմի ինձ էլ կտեսնես քո Կամոյին էլ»։ «Ահա թե ինչ», խնդաց աղջիկը, «ես կյանքումս նրան չեմ տեսել, իսկ դու արդեն խանդում ես»։ Ծիծաղում էր, կատակում, բայց հաճելի էր հպարտ պատանու վրդովմունքը։ Իսկ սև աչքերի կրակներն ու այդ ցնցվող խալերը՝ հո… Աղջիկը դեռ չէր լրջացել, երբ Աշոտը խրոխտ քայլերով մտավ անձավը և անհետացավ նրա խորքում։ «Աշոտ, ետ արի, ինչ ես անում», հետևեց, գոչեց Սարգիսը։ Անհանգստացած էր և Շուշիկը, բայց նրան դուր էր գալիս տղայի խիզախությունը, արդեն առնականացող կամքը։ «Թող գնա հասնի լճավանցի Կամոյին», ծիծաղեց նա, ապա լրջանալով սկսեց իրեն սիրտ տալ։ «Կրակից գազանները վախենում են, չէ՞ Սարգիս։ Ասենք նա երկար չի մնա այրի մեջ, հենց կրակը հանգավ ետ կգա»։ Բայց նա սխալվում էր։ Անսպառ էր Աշոտի և սրտի կրակը, և ձեռքի կրակը, քանի որ բազմաթիվ չոր ու յուղոտ ձողեր էր խրել իր գոտու մեջ, իսկապես որ… հեռակա մրցություն կարելի էր անվանել այն, ինչ տեղի էր ունենում Աշոտի հետ։ Իր կյանքում նա չէր տեսել և գուցե երբեք էլ չէր տեսնելու հեռավոր լճավան գյուղացի Կամոյին, բայց Շուշիկի մի խոսքից սկսել էր նորից այրվել՝ իր սխրագործություններով նրանից անցնելու ցանկությամբ։ Եվ այդ տենչը այնքան հզոր էր նրա մեջ, որ երբ անցավ ոսկորների կույտերի վրայով և ստորերկրյա ճանապարհը երկու ճյուղից բաժանվեց, առանց վարանելու գնաց ձախ թունելով, որ ավելի մռայլ էր, խոնավ և սեպ-սեպ քարերով պատված ցածր առաստաղ ուներ։ Գնում էր առանց զգուշության, առանց դեմը հետազոտելու, առանց ետ նայելու և առանց մի րոպե կանգ առնելու։ Շուշիկի կծու ակնարկը շարունակում էր նրան բորբոքել ու մղել դեպի անհայտություն։ Այրի առաստաղը ցածրացավ ներքին ուղին փոխվեց ծուռումուռ անցքի։ Տղան շարունակում էր գնալ, սկզբում կռացած, ապա չքեչոք
եւ երբ անցքը բոլորովին նեղացավ, արդեն սողում էր փորի վրա վառ կերոններն առանց մեկնած։ Քանի դեռ շատ չէր հեռացել այրի մուտքից, հազիվ լսվում էր Շուշիկի լալագին կանչը. «Աշոտ, Աշոտ, ետ արի, կատակ եմ մարել, ետ արի»։ Պատանու սիրտը թնդում էր այդ կանչերից։ «Սիրտդ վառվեց, մղկտում ես ինձ համար», բերկրանքով ինքն իրեն ասում էր նա, եւ եթե մեկը ծածուկ դիտելու լիներ, կտեսներ, որ այդ մռայլ ներքյուղիներում տղայի դուրեկան կլոր դեմքը ողողված է երջանիկ ժպիտով։ Իսուրին շրթունքներն ինչ-որ բան են մրմնջում, իր հեռավոր հակառակորդի հետ էր վիճում, թե դեռ սիրտը հովացնող սպառնալիքներ էր ուղղում Շուշիկի հասցեին։ Դեռ այնքան կմղկտաս, կարծում ես ետ եմ գալու։ Եվ նա առաջ էր գնում ոչ թե գտնելու գազանիդին, քանի որ ոչ մի նշանից չէր երևում, թե վիրավոր հովազն այդ ճամփով է գնացել, այլ ընթանում էր այն բուռն հետաքրքրությունից մղված, որով կլանված են լինում այդ հասակի պատանիներն անծանոթ աշխարհն ընկնելիս։ Գնում էր մտքում հոխորտելով թե Շուշիկի եւ թե իրեն անծանոթ Կամոյի հասցեին։ Երբ ծնկներն ու արմունկները սուրսուր քարերի բերանը տալով անցավ նեղ թունելից եւ դուրս եկավ մի ընդարձակ քարայր, արդեն այնքան էր հեռացել, որ այլևս դրսի կանչերը նրան չէին հասնում։ Այն ժամանակ երկյուղի նման անորոշ մի բան սողոսկեց նրա սիրտը։ «Դատարկ բան է», ձեռքը թափ տալով հոխորտաց նա։ Դրան որպես պատասխան դիմացից նա մարդու ծիծաղ լսեց, մի վայրենի քրքիջ, որից տղայի սիրտը կարծես կանգ առավ։ Սառն ու սուր քրքիջը կրկնվեց եւ չարագուշակ արձագանքեց մռայլ կամարների տակ։ Գլուխ 72 Թե ինչպես խավարում շարժվող կրակները ճիշտ ճամփա ցույց տվեցին մարդկանց, բայց սրանք գլխի չընկան։ Ինչպես արդեն ընթերցողը գիտի, Հովազաձորի խաղողի այգուց եւ Ճգնավորի այրի շեմքից երևում է Արարատյան դաշտի մի նեղ շերտը, որով անցնում է Նախիջևանից Երևան ձգվող ասֆալտե ճանապարհը։ Իրար մոտեցած ժայռերի արանքով այդ ճամփի մի փոքր հատվածն է նկատելի, այնքան փոքր, որ անցնող մեքենան մեր պատանիների տեսադաշտում միայն մի քանի վայրկյան էր մնում։ Այդ էր պատճառը, որ մեր գերիները չէին կարողանում դրսից աշխարհին իմաց տալ, թե ուր են իրենք։ Ոչխարանոցի բարձր դիրքերում նրանք խարույկներ էին վառում այն հուսով, որ մեկն ու մեկը կնկատի։ Ճիշտ է, Արարատյան դաշտով անցնող մարդիկ գիշերները երբեմն կրակ էին տեսնում հեռավոր ժայռերում, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կորած պատանիները վառած կլինեն այդ կրակը։ Որսորդներն են խարույկ են վառել, երանի իրենց, մտածում էր ճամփորդն ու անցնում։ Ինչ անեմ, մեր մեջ մի ձենով օհանել չունենք, որ արջի մորթին փորին փաթաթի ու այնպես գոռա, որ ձայնը դմդմբալեն գնա հասնի Արազի ափը, ասում էր Գագիկը ու Երևան տանող ճամփի վրա մեքենա նկատելիս իր բարակ ձայնով ծղրտում էր. «Էհ, այստեղ ենք»։ Միայն ժայռերն էին արձագանքում նրա ձայնին, դրսի աշխարհից ոչ ոք չէր լսում նրան։ Այն գիշեր, երբ պատանիները կենու վառվող ճյուղերը օդում ճոճելով այրից վազեցին դեպի ցած, տեսնելու համար հո որևէ գազան այցի չի եկել արջի մնացորդներին, այդ գիշեր պահեստապետ Պարույրը բեռնատար մեքենայով վերադառնում էր Երևանից։ Մեքենայի խցիկում իր մուշտակի մեջ փաթաթված նա լուր ծխում էր։ Մռայլ մտքեր էին պաշարել Պարույրին, զգում էր, որ կարկտաբեր ամպեր են կուտակվում իր գլխին եւ որ ամենից զարմանալին էր ամենազոր փողն այս անգամ անզոր էր գտնվել այդ ամպերը ցրելու։ Մեծ հավատ ուներ պահեստապետ Պարույրը փողի նկատմամբ, եւ գլուխը գինուց տաքացած ժամանակ չէր քաշվում իր կարծիքը հայտնել նրա զորության մասին։ Փողը մութտեղը լույս է տալիս, փողը, որ սկանի լցրած հրացանն է, որ ստեսավ կխփի, փողը, որ կա, հանած թուր է, մարդից դժոխք տանողն էլ փողն է, դրախտ տանողն էլ է փողը։ Վերև Աստված, ներքև փողը։ Ժողովրդական անգին իմաստություններից միայն սրանք էր յուրացրել Պարույրը։ Նա մի փոքրիկ բան էր միայն մոռացել, որ այդ իմաստությունները ժողովուրդը ուրիշ կարգերի համար է հորինել, ուրիշ կարգերում է գործածել, եւ որ հիմա կարգերն էլ են փոխվել, մարդիկ էլ, փողի դերն էլ։ Ասենք վերջերս այդ բանում ինքն արդեն համոզվում էր։ Ամենազոր համարվող փողը այս անգամ նրան չէր փրկում ագահությամբ մոտեցող աղետից։ Ինչ անի, ում դիմի, գոնե նախագահ Հարութի դիրքը խախտված չլիներ, կարելի էր նրա վրա հենվել։ Չէ, Հարութի օրերը հաշված են, ընդհանուր ժողովին են սպասում, որ վռնդեն, ու այն ժամանակ կորած եմ եւ ես։
Այս մռայլ մտքերն էին պաշարել պահեստապետ Պարույրին, երբ հասան Հովազաձորի դիմաց։ Նա գլուխը թեքեց դեպի վերին ժայռերը, խավարի մեջ վազվզող բոցեր տեսավ եւ սարսռեց։ Իս ինչ էր աչքեր, ահով մտածեց նա, եւ եթե վարորդը կողքին չլիներ, հավանաբար գաղտնի կխաչակնքեր։ Սերոբ, էն ինչ կրակներ են վազում, հարցրեց նա վարորդին։ Սա գլուխը թեքեց դեպի Հովազաձոր եւ ոչինչ չնկատելով ծիծաղեց. «Աչքիդ է երևում»։ Մեքենան կանգ առավ, դուրս եկան խցիկից, նայեցին մթին կուլ գնացած ժայռերի կողմը, ոչինչ չկար։ Մեքենան արագ անցել էր Հովազաձորի դիմացից եւ կրակները մարդկանց տեսողությունից արդեն ծածկվել էին։ Որ ասում եմ աչքիդ է երևացել, որ չարքը խափանող աղոթք անես, էլ աչքիդ էդպես բաներ չեն երևա, խորհուրդ տվեց վարորդը, որ մի կատակասեր երիտասարդ էր։ Պարույրը մռայլ մտքերով տարված մտավ խցիկ։ Շատ մտածելուց երևի գժվում եմ, անցավ նրա գլխով եւ միջև գյուղ ոչ մի բառ չարտասանեց։ Հիշում էր շարժվող կրակները լեռան լանջին ու մտատանջությունների մեջ էր։ Դե ինչպես մութ արկածներ չծնվեին նրա սրտում, երբ հենց այդ ժայռերից երաշտ տարին անգամ հանկարծ հեղեղ էր գալիս։ Տեսածի մասին գյուղում նա ոչ ոքի ոչինչ չասաց, վախենում էր ծաղրեն։ Դե Այգեձորում մի մարդ կգտնվեր, որ չարքերին հավատար։ Այնուամենայնիվ, դեպքից մի որոշ ժամանակ անց նա մի գիշեր այդ մասին խոսեց իր կնոջ հետ։ Կինն էլ հարևանուհուն պատմեց, սա էլ մեկ ուրիշի ու մեկ օրվա մեջ արտասովոր լուրը կանանց անթել տելեֆոնով տարածվեց գյուղում եւ հասավ որսոր Դարամի ականջը։ Արամը ձեռքը հուսահատ թափ տվեց։ Վախկոտ մարդ է, ով գիտի աչքին ինչ է երևացել։ Մարդ է, որ խոսքին հավատաս, քամի, ասաց նա։ Այդպիսով գիշերվա մառախուղում ցոլացող կրակները ճիշտ ճանապարհ ցույց տվին մարդկանց, բայց Պարույրին հավատացող չեղավ։ Հեղեղատում գտնված իրերը անհերքելիորեն հաստատում էին, որ երեխաներին ջուրը տարել է եւ Այգեձորում արդեն մարդիկ հաշտվել էին այդ տխուր փաստի հետ։